Ինչպես արդեն խորագիրը հուշում է, ես այսօր կխոսեմ Արցախյան հակամարտության մասին, բայց մարդաբանական ասպեկտով։ Ինչու է դա կարևոր, որովհետև հենց նոր մենք հրատարակել ենք մեր վերջին ուսումնասիրությունը 44-օրյա պատերազմի մասին, կոնֆլիկտ, տարածք եւ անդրազգայունություն, իմ օտարերկրացի համահեղինակ մարդաբան Մարչելո Մոլիկայի հետ Իտալիայի Մեսինայի համալսարանից հեղինակավոր գիտական հրատարակչությամբ եւ սա հանդիսանում է ըստ էության 44-օրյա պատերազմի վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն, ոչ միայն պատերազմի հետ կապված, այլև հակամարտության պատմական եւ սոցիալական ակունքները, Լեռնային Ղարաբաղի հանրապետության ձևավորումը եւ այդ ընթացքը, թե ինչպես դա հանգեցրեց հետագայում պատերազմի եւ դրա հետևանքների այդ առումով այն Արցախյան հակամարտության վերաբերյալ համապարփակ եւ ամբողջական ուսումնասիրությունը նոր աղբյուրների, նոր վկայությունների եւ նոր մեթոդների եւ շեշտադրումների ներկայացմամբ։ Մինչ այդ մենք ունենք նաեւ այլ աշխատանք, դա սիրիական հակամարտությանը վերաբերվող Սիրիա հայերը եւ թուրքական գործոնը, Քեսաբը, Հալեպը եւ Դերեր-Զորը սիրիական պատերազմում, որտեղ քննարկվում էր անվտանգության պատերազմի փոքրամասնության եւ ինքնության միջև կապը եւ ինչպես է հիշողությունը եւ անվտանգությունը փոխկապակցվում հայկական փոքրամասնության գոյատևման մեխանիզմների շրջանակներում սիրիական հակամարտության առումով։ Այս աշխատանքները ներկայացնելու հետ կապված սա կարևոր է այն առումով, որ սրանք միջազգային հրատարակություններ են եւ պատերազմի մարդաբանության առաջին ուսումնասիրություններն են հայաստանյան իրականության մեջ։ Իհարկե պատերազմի եւ հակամարտությունների մարդաբանությունը ասես բարոյական առումով ինքը բռնության, կոնֆլիկտների եւ զրկանքների ու տրավմաների մասին է, բայց հետազոտությունների խնդիրը նաեւ վերհանելն է այն իմաստները եւ այն գործոնները, որոնք վկայված են եւ փաստագրում են բռնության զոհերին, նրանց կորուստները եւ նաեւ տարածքային կորուստները, հիշողությունները, որոնք դառնում են հետագայում գոյատևման մեխանիզմներ եւ նաեւ հաղթահարելու համար այդ տրավմաները։ Այդ առումով մեր սիրիական պատերազմի վերջաբանը ըստ էության Ղարաբաղյան պատերազմի գրքի նախաբան կարող էր լինել, քանի որ երբ որ ավարտեցինք գիրքը, սկսվեց Տավուշյան ընդհարումները հուլիսի 22 թվականի եւ առաջին ազդակները կոնֆլիկտի անդրազգայունության Սիրիայից ահաբեկիչների տեղափոխման եւ այլն արձանագրվեցին եւ մենք կանխատեսեցինք, ուրվագծեցինք հնարավոր հակամարտության նոր բնույթը եւ նրա տեղափոխումը արդեն անդրկովկասյան միջավայր։ Սա մեր աշխատանքների նախաբանի մասին եւ նաեւ դրանց փոխկապակցվածության մասին եւ ինչպես արդեն նշեցինք, մի գրքի ավարտը հանդիսացավ մեկ այլ ուսումնասիրության սկիզբ, որովհետեւ այն համընկավ արդեն 44-օրյա պատերազմի հետ։ Իհարկե մենք մարդաբանական առումով կարող ենք տարբեր ասպեկտներ քննարկել Արցախյան հակամարտության մեջ, բայց այստեղ մենք առանձնացրել ենք 3 ասպեկտ, դա հակամարտությունն է, տարածքը եւ անդրազգայունությունը։ Տարածք ասելով մենք հասկանում ենք ոչ միայն Արցախյան տարածքը, այլև բոլոր այն փոքր բնակավայրերը, կարևոր վայրերը, սրբավայրերը, որոնք իրենց պատերազմական չափումների մեջ կարևոր նշանակություն ձեռք բերեցին։ Եվ թվում է, թե փոքր ինչ-որ մի վայր, որը միջազգային հարաբերություններում մինչև այժմ դերակատարում չի ունեցել, միանգամից դառնում է քննարկումների առարկա, ինչպես օրինակ Դադի վանքի դեպքը, երբ որ այն դարձավ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի, Ռուսաստանի նախագահ Պուտինի եւ պատրիարք Կիրիլի քննարկումների առարկա եւ միանգամից մտավ միջազգային հարաբերությունների դաշտ եւ այդ կարգավիճակը պահպանվեց մինչև 23 թվականը։ Այդ մասին կխոսենք հաջորդիվ, շարունակելով թեման, մեր աշխատանքների մեջ մենք կենտրոնացել ենք քաղաքների վրա, այսինքն քաղաքները եւ հակամարտությունները եւ հիմնական շեշտադրումը կատարվել է մայրաքաղաք Ստեփանակերտի եւ պատմական կենտրոն Շուշիի
ուսումնասիրությունների վրա, ոչ միայն ժամանակակից պատերազմների եւ պատերազմական առօրյականություն, այլ ամբողջ պատմական կոնտեքստը, քանի որ ես որպես մարդաբան եւ որպես նաեւ հասարակագետ լայն առումով պետք է շեշտեմ, որ առանց պատմական ակունքների քննարկման մենք չենք կարող հասկանալ, ասենք, Արցախյան հակամարտության տրամաբանությունը, շատ գործողությունների եւ իրադարձությունների պատճառահետևանքային կապերը։ Այսինքն, եթե ինչ-որ մի հետազոտող գալիս է եւ առանց պատմական ակունքների կամ կեղծ հավասարակշռության նշաններ դնելով փորձում է հասկանալ հակամարտությունը, մենք այստեղ չենք կարող գործ ունենալ, ասենք, խորքային ըմբռնման հետ ինչ է հակամարտությունը, հետեւաբար պատմական մեթոդի կիրառումը եւ պատմական հաջորդականությամբ դիտարկելու խնդիրները մեր աշխատանքների մեջ կարևոր մաս են կազմում եւ ես օրինակներով ցույց կտամ, թե ինչպես են, ասենք, պատմական դեպքերը, նույնիսկ տեղավայրերը կրկնվում, ասենք 18-19 թվականի նույն իրադարձությունը մենք տեսնում ենք 88 թվին նույն վայրում, նույն իրադարձությունը մենք տեսնում ենք, ասենք, 20-22 թվականի նույն վայրում, այսինքն այս գործընթացները փոխկապակցված են իրար հետ եւ տարած քաղաքները կարևոր են Շուշին եւ Ստեփանակերտը, որովհետեւ առաջինը դա Արցախի քաղաքական ինքնության կենտրոնն էր, մայրաքաղաքը, որը 20 թվականին, երբ որ 21 թվականին տրվեց Ադրբեջանին մարզը, 23 թվականին այն դարձավ մայրաքաղաք։ Դա հայկական երկրորդ մայրաքաղաքն էր, որի նախագիծը կազմել էր Ալեքսանդր Թամանյանը, եւ մեր աշխատանքի մեջ մենք նշում ենք, որ Թամանյանը երկու մայրաքաղաքների հեղինակ էր, մեկը Հայաստանի մայրաքաղաք Երևանի եւ երկրորդը Ստեփանակերտի, եւ որպես նոր քաղաքներ արդիականացման նոր գործընթացների արգասիկ էին այս երկու կենտրոնները եւ ինքը նաեւ քաղաքական ինքնության կենտրոն էր, որովհետեւ 23 թվականին այն միանգամից դարձավ մարզային ինքնության կենտրոն եւ ամբողջ պետական եւ քաղաքական համակարգ ինքնավարության ձևավորվեց հենց Ստեփանակերտի շուրջը։ Մենք Ստեփանակերտի խնդիրը քննարկում ենք այդ պատմական զարգացումների ընթացքում, թե ինչպես նոր քաղաքը ձևավորեց Արցախյան քաղաքացիական հասարակությունը եւ արդեն քաղաքական հասարակությունը 88 թվականին եւ կարևոր հիշողության վայրերը, որոնք էին հրապարակը, որը պատմական իրադարձությունների կենտրոն էր սովետական շրջանում, դա խորհրդային իշխանության սիմվոլն էր, հետագայում դարձավ միացում համաժողովրդական շարժման կենտրոնը եւ այնուհետեւ որպես վերածննդի հրապարակ, այդ բոլոր տրանսֆորմացիաները մարդաբանական եւ վկայությունների առումով հետաքրքիր հետևությունների են հանգեցնում Արցախյան հասարակության զարգացումների տրամաբանությունը հասկանալու համար։ Այնուհետև մեր ուշադրության կենտրոնում դառնում է մենք ենք եւ մեր սարերը արձանը, որը ոչ միայն մայրաքաղաքային խորհրդանիշ էր, այլև դարձավ ամբողջ Արցախի խորհրդանիշը եւ դրա շուրջ նույնիսկ զարգացումները միջազգային հարթակներում, ինչպես ասենք օրինակ Եվրոտեսիլում, երբ որ մինչև պատերազմը, երբ որ այն Ադրբեջանի բողոքների տեղիք դարձավ եւ մենք ենք եւ մեր սարեր այդ արձանախմբի տեղադրման ժամանակագրությունը եւ իմաստները եւս կապված այն համահայկական օրակարգի հետ 60-ական թվականներին, որտեղ ժամանակագրորեն դա համընկնում է ցեղասպանության զոհերի հիշատակի արձանի բացմանը, հուշարձանի բացմանը Երևանում, դա համընկնում է Տերզորի հիշողության վայրում նոր հուշահամալիրի կառուցման գաղափարի ծննդյան հետ, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրի այդ կառուցման ժամանակաշրջանի հետ, հետևաբար համահայկական այդ մշակութային արդիականացումը նաև որպես քաղաքական ինքնության դրսևորումները հուշարձանների միջոցով իրենց արտահայտությունն են գտնում նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում եւ մեր աշխատության եւ մեր ուսումնասիրության մեջ այդ քննարկվում է հիմնավորապես եւ հասնում մինչև 20 Արցախյան Ստեփանակերտի օկուպացիան, երբ որ քննարկվում է նաև ասես մեդիայում ադրբեջանական եւ այլն հուշարձանախմբի դեմ հնարավոր վանդալության եւ ասես ոչնչացման քայլերը, բայց եւ այնպես Ստեփանակերտը ինքը հետաքրքիր էր այն առումով, որ ինքը նոր բնակավայր էր Ստեփանակերտ անունով,
Ստեփան Շահումյանի, որը Բաքվի կոմունայի նախագահն էր 18 թվականին, եւ դու գիտեք, որ Ստեփան Շահումյանը եւ Բաքվի կոմունան ներկայումս Ադրբեջանում համարվում են ասես ադրբեջանական ժողովրդի թշնամիներ, նրանց գերեզմանները հուշարձանները կոտրվեցին եւ այլն եւ հատուկ ուշադրություն ենք առանձնացնում Ստեփանակերտ անվան նկատմամբ ադրբեջանական մեդիայի եւ պետական նարատիվների հարձակումներին։ Ինչով է Ստեփան Շահումյանը ասես ատելության թիրախ, որովհետեւ նախ ինքը հայ է, երկրորդը ինքը պայքարում էր ադրբեջանական ազգայնականության դեմ։ Դուք գիտեք, որ ասենք բոլշևիկները ազգայնական դրսևորումների դեմ են եւ հատուկ Մուսաֆաթի դեմ ինքը աչքեր ընկնում Բաքվի կոմունան այդ պայքարով եւ նրա դեմ պայքարը այսպես չսահմանափակ շարունակվում է մինչեւ հիմա, այսինքն 18 թվականից մինչեւ հիմա նա թիրախավորվում է հանձինս Ստեփանակերտ անվան հիշատակության եւ նրա հուշարձանների եւ նրան նվիրված հուշարձանների եւ պատահական չէ, երբ որ Ստեփանակերտի օկուպացիայից հետո Ստեփան Շահումյանի արձանը դարձավ այսպես ոչնչացման առաջին թիրախը Ստեփանակերտում։ Այն որ Ստեփանակերտը նոր քաղաք է, այսինքն խորհրդային ժամանակաշրջանի ծնունդ եւ դրան չի այսպես կպնում Խանքենդ նախկին անվանումը գյուղի, որովհետեւ Խանքենդը քաղաքի անուն չի եղել, եղել է գյուղերի անուն եւ երկրորդ այն չի եղել ադրբեջանական կամ մուսուլմանական, այ եղել է հայկական խառը բնակչությամբ բնակավայր, այսպես Ստեփանակերտի յուրացումը խնդիրների առջև է դնում արդեն ադրբեջանական օկուպացիայի շրջանում ադրբեջանական քաղաքականության այսպես պրակտիկաների կիրառման առումով եւ այդ առումով թերևս այնտեղ այլ տրամաբանություններ են գործում, այսինքն նոր հուշարձանների կառուցում կամ եղած ենթակառուցվածքների եւ շենքերի ոչնչացում, որպիսի կապը հիշողության եւ ներկայի եւ այն կրող մարդկանց միջև վերանա, նույն տրամաբանությունը կա նաեւ Շուշիում, երբ որ Շուշիի քաղաքացիական շենքերը վերացվեցին, եթե դուք եղել եք մինչև պատերազմը Շուշիում, ապա Ղազանչեցոցի կողքը կային շենքեր, այդ բոլորը ոչնչացվեց, որը նույնիսկ ադրբեջանցիների շրջանում դժգոհության ալիք ստեղծեց, որոնք իրենց մեդիայում եւ սոցիալական կայքերում գրում էին, որ միգուցե թողնեին մենք գային, գոնե այդ շենքերի կողքը նկարվենք, որովհետեւ դա համատեղ խորհրդային անցյալից մնացած հիշողություններ են իրենց համատեղ ապրած կյանքի մասին։ Եթե մենք օրինակ համեմատում ենք հայկական քաղաքականությունը 92 թվականի Շուշիում, այն միտված էր եղածի վերականգնմանը, բայց ոչ թե լանդշաֆտի ոչնչացմանը եւ նոր լանդշաֆտի ձևավորմանը, որովհետեւ այսպես նոր փոփոխություններ ըստ էության չկային։ Բայց այս մասին քիչ հետո շարունակելով Ստեփանակերտի թեման, այստեղ իհարկե շատ կարևոր է Ստեփանակերտի մեկ այլ հուշարձանի, դա անհայտ զինվորի եղբայրական գերեզմանոցի գերեզմանի մասին է, որին հատուկ ենթագլուխ է նվիրված, թե ինչպես 90-88 թվականից սկսած այն դառնում է հուշի վար եւ դրա միջոցով մենք կարող ենք կարդալ ամբողջ արցախյան պատմությունը, տարեգրությունը, նաեւ համահայկական կոնտեքստում, Սումգայիթյան զոհերի հուշարձան դեկտեմբերի 7-ի, նույնիսկ խորհրդային զինվորների հիշատակին նվիրված հուշաքար 88-90 թվականներին բռնությունների դեմ պայքարի համար եւ վերջապես առաջին պատերազմի միջոցով կամ հետևանքով առաջացած եղբայրական գերեզմանոց, որը տարբեր շերտ, ըստ էության հիշողության տարբեր շերտեր է իր մեջ կրում։ Այդ առումով Ստեփանակերտը կարևոր էր եւ կարևոր էր նաեւ պատերազմի վերջին օրերին մայրաքաղաքի դերակատարումը, որովհետեւ նրա պահպանումը ըստ էության նշանակում էր Լեռնային Ղարաբաղի քաղաքային սուբյեկտայնության, քաղաքական սուբյեկտայնության եւ պետականության պահպանում եւ պատահական չէ, որ Ստեփանակերտի անկումը կլիներ Լեռնային Ղարաբաղի վերջը 20 թվականին եւ այդ նախորյակին է, որ հենց հաստատվում է զինադադարը, բայց եւ այնպես եթե դա պաշտոնական կողմն է, ապա ոչ պաշտոնական կողմ, իհարկե պաշտոնական, բայց ոչ այսպես ներկայացված կողմն այն է, որ վերջին օրերին Ստեփանակերտը ըստ էության էվակուացվում է
բացառությամբ նախագահական ապարատի, պաշտպանության բանակի եւ կարևոր օղակների, եւ հետաքրքրական է, որ պետական համակարգը տեղափոխվում է Գանձասար։ Գանձասարը մինչև Ղարաբաղի Շուշին քաղաք դառնալը Լեռնային Ղարաբաղում 19-րդ դարում Ղարաբաղի ըստ էության քաղաքական եւ հոգեվոր կենտրոնն էր, որովհետեւ հենց Գանձասարն էր այն կենտրոնը, որը այսպես կարևոր նստավայր էր քաղաքական եւ ռազմական ղեկավարության համար 18-րդ դարում, որոնք միջազգային հարաբերությունների մեջ էին մտնում Ռուսաստանի, Արքունիքի, Իրանի եւ այլ եվրոպական երկրների հետ քաղաքական հարցեր լուծելու համար, քանի որ դա կաթողիկոսանիստ էր, Գանձասարի կաթողիկոս, մասնավորապես Եսայի Հասան Ջալալյանի գործունեության շնորհիվ այն դարձավ կարևոր քաղաքական կենտրոն եւ մեր հետևությունն այն է, երբ որ մայրաքաղաք Ստեփանակերտը նոր կենտրոնը Արցախի 23 թվականից վտանգված էր, իսկ պատմական կենտրոն Շուշին արդեն օկուպացված է ադրբեջանցիների կողմից, Գանձասարը վերագտնում էր քաղաքական կենտրոն լինելը եւ պետական համակարգը տեղափոխվում է այնտեղ, ինչպես 18-րդ դարում, երբ որ այն դառնում է քաղաքական հարաբերությունների կարևոր կենտրոն։ Իհարկե մենք չենք կարող շրջանցել Ստեփանակերտի պատերազմական առօրյականությունը, կյանքը ապաստարաններում եւ սոցիալական համերաշխության տարբեր դրսևորումները, սկսած կամավորական աշխատանքներից եւ այսպես մարդկանց այդ մթնոլորտը, որը ապահովում էր հոգեբանական դիմադրություն պատերազմի բերած արտակարգ պայմաններին։ Նաեւ կարեւորվում է մեր բանասացների սոցիալական կենսագրությունը, մենք ըստ էության ունենք արցախցիների մի սերունդ, որը տեսել է 3 պատերազմ եւ 20 թվականի փորձառությունը վերարտադրում են նաեւ իրենց փորձառությունը առաջին եւ 2011 թվականի պատերազմների հետ կապված, դա վերաբերվում է եւ քաղաքացիական պաշտպանությանը եւ անհատական պաշտպանության միջոցների ձևավորմանը եւ արտակարգ իրավիճակներում դիմակայությանը եւ այդ փորձառությունը նաեւ փոխանցվում էր երիտասարդ սերնդին, որոնք իրանց նոր ձեռք բերված փորձառությունների համար հղում են կատարում ավակների միջոցով դրանք սովորած լինելու հարցերին։ Մյուս խնդիրը, որը մենք անդրադարձել ենք, դա պատմական եւ մշակութային կենտրոն Շուշին է։ Իհարկե Շուշին մի շարք առումներով է կարևոր, ըստ էության դա Արցախի առաջին քաղաքն է, որը ժամանակակից իմաստով դառնում է քաղաք արդեն իսկ ռուսական կայսրության շրջանում եւ մինչ այդ դառնում է քաղաքական կենտրոն արդեն Ղարաբաղի խանության շրջանում եւ մրցակցության մեջ է մտնում արդեն Գանձասարի հետ խանության շրջանում, քանի որ Գանձասարը հայկական մելիքության եւ հայկական ինքնավարության գաղափարի կենտրոնն էր։ Ինչևիցե ռուսական կայսրության շրջանում Շուշին դառնում է ժամանակակից իմաստով, այն ժամանակվա իմաստով քաղաք եւ մտնում է ռուսական կայսրության քաղաքների ցուցակի մեջ համապատասխան ենթակառուցվածքներով եւ կառավարման օղակներով։ Իհարկե Շուշին ուներ խառը բնակչություն, մենք քննարկում ենք այդ համակեցության մոդելը, որը դրսևորվում էր հետեւյալ կերպ, այսինքն ապրում են միասին, բայց առանձին, այսինքն ընդհանուր տարածքում, բայց առանձնացված սեգրեգացված կյանքով։ Այդ վկայությունները մենք հանդիպում ենք պատմական տարբեր աղբյուրներում, այդ թվում նաեւ Շուշեցի Լեոյի աշխատանքներում, որը նկարագրվում է, թե ինչպես էին առանձնացված ապրում հայերը եւ մահմեդականները Շուշիում 10-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին, որպեսզի հասկանանք այդ խնդրի օրինակը, դա այն էր, որ քաղաքը ուներ երկու կենտրոն, երկու շուկա ուներ, այսինքն հայկական եւ մահմեդական։ Իհարկե գործարար կենտրոնը հայկականն էր, որտեղ ինչպես 10-րդ դարի մյուս զարգացումներում անդրկովկասյան քաղաքների հայկական սոցիալ-մշակութային շերտը ավելի պատրաստ լինելով կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը դոմինանտ դիրքեր է ձեռք բերում Շուշիում, դառնում է քաղաքի այսպես սոցիալական գերակաշերտ հանդինս բուրժուաների եւ առևտրականների, իսկ մուսուլմանական կամ թաթարական շերտը ներկայացված է լինում հիմնականում խանական ընտանիքի անդամներով եւ մահմեդական ազնվականներով, այսինքն էլիտար մասը
մենք ունենք տարբեր ակունքներից սերվող վերնախավեր Շուշիում, որը արտահայտվում է նաև լանդշաֆտի վրա քաղաքային, այսինքն եվրոպական մասը համարվում էր հայկականը, իսկ ասիականը համարվում էր մահմեդական մասը, եւ բնականաբար հուշարձանների տեղորոշման վրա, այսինքն հայկական ինքնության հոգևոր եւ նաեւ մշակութային ինքնության կարևոր դրսևորում է դառնում Ղազանչեցոցի եկեղեցին, որը նախապես պլանավորվում է կառուցել Անիի մայր տաճարի մակետով, դա կար այդ ժամանակվա եկեղեցաշինության վերցնել ինչ-որ մոդելային օրինակ եւ տեղափոխել, քանի որ դա մայր տաճար էր եւ մտահաղացումը լինում է Անիի մայր տաճարի օրինակով վերարտադրել Շուշիում, դա մամուլում վկայված է այդ ժամանակաշրջանի եւ նույնիսկ մամուլը վերագրում է, որ դա հենց Անին է, բայց ճարտարապետական վերլուծությունը ցույց է տալիս, որ դա Էջմիածնի վերարտադրությունն է Շուշիի լանդշաֆտի վրա, ըստ օրինակները ցույց են տալիս, թե դա ինչքան կարևոր համահայկական նշանակություն ուներ արդեն 10-րդ դարի երկրորդ կեսին կամ վերջերին հայկական ինքնության եւ արցախահայերի ներգրավվածության մեջ այդ առումով։ Պատմական այս զարգացումները մեզ բերում են արդեն 18-20 թվականներ, երբ որ Շուշին դառնում է ըստ էության բախումների եւ կոտորածների թաթերաբեմ եւ մի քանի անգամ, դա 19 թվականներ, էլի հայկական փոքրամասնության, ոչ այդ ժամանակ փոքրամասնություն չէր, բայց եւ հայկական մասի դեմ նկարտումների եւ արդեն 20 թվականի ջարդերի ժամանակ, երբ որ այն ամբողջովին ըստ որպես քաղաք վերանում է եւ այդպես էլ չի վերականգնվում։ Խորհրդային ժամանակաշրջանում Շուշին այդպես էլ չվերագտավ իր նախնական քաղաքային դիմագիծը, ինչ կար մինչև 20 թվականի ջարդերը եւ մի ամբողջ ենթագլուխ նվիրված է ռուս պոետ Մանդելշտամի այցելությանը Շուշի, որը նկարագրում է այն որպես ուրվական քաղաք եւ ասում է, որ նույնիսկ հացը չէր ուզում վերցնել տեղի թաթարից, որտեղ նրա աչքերի մեջ ինքը տեսնում էր այն գազանին, որը մասնակցել է 20 թվականի կոտորածներին, իսկ հետագայում սովետական գրող Մարիետա Շահինյանը Շուշի ավերակները նկարագրում է որպես միգուցե հետագայում թանգարան դա դառնա բռնության մասին, եթե կա բնական թանգարան Պոմպեի եւ Հերկուլանիումի, ապա դա թող լինի մարդկային բռնության։ Շուշին եւ մենք շարունակում ենք այս ուսումնասիրությունները մինչեւ ներառելով 88 թվականը հայկական ջարդերը, հայկական փոքրամասնության վտարումը եւ Շուշիի ազատագրումը եւ դրա նշանակությունը հայության համար եւ նրա սիմվոլիկ նշանակությունը, որովհետեւ Շուշիի ազատագրումը հայերի համար դա Ղազանչեցոցի ազատագրումն էր, դա փաստված է տարբեր կերպ եւ հենց Շուշիի ազատագրումը բերեց մեր ազատամարտիկների համազգեստի վրա սպիտակ խաչի սիմվոլիկայի առաջացմանը, որը հետագայում Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ ոչ միայն խաչ դարձավ, այլև հայկական ասես զինվորի խորհրդանիշը։ Եվ արդեն 20 թվականի պատերազմը Շուշիի վերջին հայերի դուրս գալը կամ հեռանալը, այստեղ մի շատ կարևոր նրբություն կա, քանի որ Շուշիի հայերը չեն պատկերացնում, որ իրենք այլևս չեն վերադառնալու եւ իրենք մտածում են, որ վերադառնալու են, իրենք ըստ էության իրենց հետ որևիցե բան չեն վերցրել։ Իրենց համար շատ թանկագին օրինակ լուսանկարները եւ ընտանեկան տարբեր արխիվներ, որոնք հենց մնացին տներում եւ այդպես էլ ոչնչացան, այդ առումով Շուշիի հայերը կամ Շուշիի հայ փախստականները երկակի տրավմայի դիմաց են կանգնած, ոչ միայն քաղաքի կորուստը, այլև իրենց անհատական հիշողությունների կորուստը, դա սպეციფიկ առանձնահատուկ շեշտադրում է կատարում այս խմբի տրավմատիկ փորձառության առումով։ Եվ իհարկե նաև հետագայում Շուշիի քաղաքային լանդշաֆտի փոփոխությունները, որը շատ կարևոր միտում ունի, տրամաբանություն ունի զարգանալու, ըստ էության Շուշիի լանդշաֆտի փոփոխությունները միտված են հավերժացնելու կամ փաստագրելու
ադրբեջանական իշխող ընտանիքի հավակնությունները քաղաքի նկատմամբ, որովհետև Իլհամ Ալիևի առաջին այցը Շուշի տեղի է ունենում, երբ իր հայրը 82 թվականի հունվարին առաջին անգամ այցելում է Շուշի եւ նրա հետ է լինում Իլհամը։ Եվ 21 թվականի հունվարին Իլհամ Ալիևը վերարտադրում է այդ նույն այցելությունը Շուշի, ինչու էր կարևոր 82 թվականի Հեյդար Ալիևի այցելությունը, որովհետև հենց դրանով է սկիզբ դրվում Շուշի ադրբեջանականացման կոնցեպտին։ Ալիևի այցելություններով բացվում են մի շարք տուն-թանգարաններ, դրանք հայտնի են ադրբեջանական մեդիայով նաև մեր իրականության մեջ, եւ այսպես իշխանության հավակնությունը Շուշիի ադրբեջանականացման կապվում է Հեյդար Ալիևի եւ շարունակվում է նույն տրամաբանությունը Իլհամ Ալիևի օրոք, որը նույն տեղերում հանդիպում է, ասենք օրինակ, որտեղ որ Իլհամը Հեյդար Ալիևը հանդիպում է, ենթադրենք աշխատավորների հետ, նույն վայրում Իլհամ Ալիևը հանդիպում է զինվորների հետ, դրոշը նույն վայրում են, նույն թանգարաններն այցելում եւ վերաբացում։ Եվ ըստ էության մենք գործ ունենք ոչ միայն իշխանության ժառանգորդության հետ, այլև Շուշիի նկատմամբ հավակնությունների ընտանեկան ավանդույթի կրկնության եւ վերարտադրության հետ, եւ մեր ուսումնասիրության մեջ այդ մասին մանրամասն նշվում է եւ նաեւ շեշտադրում են կատարում, որ երբեմն հաճախ Շուշի ներկայացնում է որպես, ասենք, ադրբեջանական մշակույթի կենտրոն, այսինքն դա ինչ է նշանակում, մշակույթի միջոցով ձևավորվում է պատկանելության հավակնություն։ Իսկան եթե ինչ-որ մեկը ծնվել է այդ քաղաքում, դա մշակութապես հետագայում նույնացվում է ադրբեջանական պատկանելության հետ, բայց այդ երևույթը դա սկիզբի ամփոփվում է 82 թվականի Հեյդար Ալիևի այցելությամբ եւ սկիզբի առնում 70-ական թվականներին, երբ միայն Շուշիի ադրբեջանական հատվածն է համարվում պետական արգելոց մշակութային որպես արգելավար եւ ադրբեջանցի կամ ադրբեջանական ծագում ունեցող գրողների, երաժիշտների տուն-թանգարաններով։ Հայկական մասը այդպես էլ մնում է լրացված եւ Շուշիի հայկական փոքրամասնության ճակատագիրը եւ մշակութային ժառանգության վիճակը ըստ էության այն դրդիչ ուժերն են, որոնք նաեւ 88 թվականին մղեցին Արցախահայությանը սեփական ինքնության եւ հեռանկարի շուրջ բարձրաձայնելու իրենց իրավունքները եւ նպատակները։ Հետագայում մենք Շուշին քննարկում ենք նաև թուրքական ներկայությամբ, արդեն Էրդողանի այցելությամբ, ժխտողականության սիմվոլիկայի եւ այլ դրսևորումների հետ կապված, դրանք պատահական չեն, որտեղ 20 թվականին մենք ունենք նույն պատկերը, եթե 20 պատերազմից հետո Շուշի այցելում է Էրդողանը, ապա 20 թվականի եւ 19 թվականի 20 թվականին Շուշիի հայկական ջարդերի նախօրյակին Շուշիում գտնվում են կամ Արցախում են գտնվում հայկական ջարդերի եւ ցեղասպանության պատասխանատուներ, օրինակ Նուրի Փաշան, Հալիլ Կուտ Փաշան, որոնք ներգրավվածություն են ունենում գոնե խորհրդատվության մակարդակով հայկական կոտորածների կազմակերպման վրա Շուշիում 20 թվականին։ Խնդրի մարդաբանական քաղաքները այդ առումով են կարևոր, բայց մինչև Ստեփանակերտը եւ Շուշին մենք քննարկում ենք նաեւ քաղաքները ընդհանրապես հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ունեցած դերակատարմամբ եւ նշանակությամբ եւ հանգետ եւ գալիս ենք 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումներից, որովհետեւ հայ-ադրբեջանական անտագոնիզմը կամ հայ-թաթարական այդ ընդհարումները սկիզբ առան հենց քաղաքում Բաքվում 1905 թվականին եւ ծավալվեցին ամբողջ Անդրկովկասում եւ քաղաքները դարձան հիմնականում կենտրոնները բռնության, դա Նախիջևանն էր, Թիֆլիսը, Երևանը եւ հետագայում տարածվեցին նաեւ այլ վայրերում, այդ թվում նաեւ Արցախում։ Բայց եւ այնպես 88 թիվը եւս անմասն չի քաղաքներից, որովհետև առաջին բռնության ակտը կամ այդ կոնֆլիկտի էթնիկացումը մենք սկսում ենք Սումգայիթյան ջարդերից, այսինքն քաղաքը դառնում է հավաքական բռնության վայր եւ գործիք ընդդեմ հայերի, հետագայում քաղաքային կոտորածները ամփոփվում են Բաքվի հայերի ջարդերով, որը վերջին, այսպես պոգրոմ տիպի բռնություններ հայերի նկատմամբ Ադրբեջանում, այդ արանքում իհարկե եղան Կիրովաբադի ջարդերը իր ծիսական եւ մշակութային դրսևորումներով
արձանների, հիշողության վայրերի ոչնչացմամբ եւ Բաքվի ջարդերով ամփոփվում է այսպես հայկական քաղաքային բնակչության վերջին բեկորների ճակատագիրը Ադրբեջանի տարածքում եւ դրանից հետո արդեն հակամարտությունը մտնում է ռազմական գործողությունների փուլ, հանձինս Կոլցո օպերացիայի։ Այս ամենը այն ֆոնն է կամ այն ակունքներն են, որոնք թույլ են տալիս բացատրելու եւ հասկանալու 20 թվականի Արցախում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես Ստեփանակերտի եւ Շուշիի դեպքերը։ Ստեփան Շահումյանի գործունեության հետ կապված, որ ասացիք, կարող եք ասել նույնպիսի վերաբերմունք ուներ նաև Գարեգին Նժդեհի գործունեության, չէ՞, քանի որ ազգայնականներին դեմ էին, մի քիչ դրա մասին, եթե դժվար չի, մեկ էլ գիտենք, որ հայկական բնակչությունն է գերակշռել Ստեփանակերտում, այդ դեպքում ինչի Խանքենդի եւ դրանից առաջ ընդհանրապես այդ տեղանքի պատմության մասին ոնց է ստեղծվել, ինչ անվանումով, ինչ կազմում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Ստեփան Շահումյանը հայտնի էր խորհրդային շրջանից եւ Բաքվի 26 կոմիսարներ իրենք այսպես կարմիր կամ բոլշևիկյան նահատակության ավանդույթի փայլուն դրսևորում են եւ իրենց հիշատակությունները կարևոր դեր ունեին խորհրդային միության ժամանակաշրջանում եւ հենց 23 թվականին Ստեփան Շահումյանի անունով Ստեփանակերտ անվանակոչելը պատահական չէր։ Շահումյանը չէր կարող խորհրդային ժամանակ Ադրբեջանի կողմից համարվել, ասենք, ազգայնական գործիչ, որտեղ դա կլիներ հակախորհրդային։ Շահումյանի ազգայնականությունը սկսվում է արդեն հետխորհրդային շրջանում եւ հետխորհրդային Ադրբեջանում ինքը համարվում է այսպես հայկական ազգայնականության սիմվոլներից մեկը կապված Բաքվի կոմունայի գործունեության հետ, այսինքն Բաքվի կոմունան ինքը խորհրդային իշխանություն էր, ինտերնացիոնալ իշխանություն էր։ Եթե հեռանկարում դիտարկենք, եթե կոմունան հաղթեր, Բաքուն կլիներ ռուսական քաղաք։ Եթե հեռանկարում դիտարկենք, որտեղ կոմունայի պարտությունը թուրքական բանակին կամ Կովկասի իսլամական բանակին 18 թվականի սեպտեմբերին հնարավորություն տվեց, որ Բաքուն դառնա Ադրբեջանի մայրաքաղաք։ Իրանց կառավարությունը առաջին ադրբեջանական հանրապետության կառավարությունը անկախությունը հռչակվեց Թիֆլիսում, հետագայում տեղափոխվեց Գյանջա, քանի որ Բաքուն գտնվում էր կամ Գանձակ, Բաքուն գտնվում էր խորհրդային իշխանության ներքո։ Նժդեհի հետ համեմատությունը մի քիչ տարբերություն կա, որտեղ Ստեփան Շահումյանի գործունեության առանցքը Բաքուն էր։ Նժդեհի գործունեության առանցքը Զանգեզուրն էր, որի նկատմամբ Ադրբեջանը ուներ հավակնություններ։ Եվ երկրորդ Նժդեհը խորհրդային ժամանակաշրջանում արդեն իսկ տաբու էր, նա էլ համարվում էր խորհրդային միության, ասես, թշնամի։ Այսինքն դրանք տարբեր երևույթներ են, առհասարակ ադրբեջանական ընկալումների մեջ Անդրանիկը, Նժդեհը դրանք նույն շարքի մեջ են եւ կան բավականին առասպելականացված պատկերացումներ երկուսի մասին էլ, հատկապես Անդրանիկի մասին, որովհետև իր գործունեության առանցքը եղել է Արևմտյան Հայաստանը, բայց որքան էլ որ տարօրինակ թվա, այսպես ադրբեջանական հասարակության մեջ Անդրանիկի մասին շատ առասպելներ, միֆեր կան, որոնք իրականության հետ բացարձակապես կապ չունեն։ Մյուս վերաբերում է Ստեփանակերտի, նախ Խանքենդի չի, Խանքենդին ադրբեջանական ձևով է Խանքենդ։ Խանքենդ նշանակում է խանի գյուղ։ Բնակավայրը ունեցել է բառը ադրբեջաներեն է, բայց ունի Խանքենդ նշանակում է խանի գյուղ։ Բնակավայրը կազմավորվել է հայկական բնակավայրերի հիման վրա այդ նույն տարածքում եղել է վարարական մի քանի բնակավայրեր եւ իրանց գերեզմանոցներում դա փաստագրված է։ Մի մասը մնացել է, մի մասը հետագայում գնացել է Շուշի, ձևավորելով այնտեղ համապատասխան թաղամաս, բայց 19-րդ դարում այդ բնակավայրի մոտ եղել է ըստ ավանդության եղել է խանի ձմեռանոցը, Շուշիի խանի ձմեռանոցը եւ այդ տարածքում ձևավորվել է ռուսական զորակայանները։ Իսկան ռուսները երբ որ Արցախ 13 թվականի Գյուլիստանի պայմանագրով Արցախը դարձավ Ռուսաստանի կայսրության մաս, ռուսները Շուշիում եւ Ստեփանակերտի հիմիկվա տարածքում, հիմնականում Ստեփանակերտի տարածքում ձևավորեցին իրենց ռազմակայանը, զորանոցները։
դա ռազմական բնակավայր դարձավ, կայսրության ռազմական, ասես հետագիծը թողեց այդտեղ, եւ դրա շուրջը նաեւ հայեր եկան հաստատվեցին, քանի որ առևտրի եւ այլնի համար զորանոցների կողքը ապրելը կարևոր էր, էլի, դա տնտեսական օգուտ էր տալիս։ Եվ կային նաև մահմեդական բնակիչներ, համամասնությունը հայերը ավելի շատ էին, հետո եկան նաև ռուսներ, բայց ինքը որպես այսպես մուսուլմանական բնակավայր չի եղել, ավելի շատ հայ-ռուսական եւ փոքրամասնական թաթարական։ Հետաքրքիրն այն է, որ թաթարները նույնիսկ մզկիթ չեն ունեցել Խանքենդ Ավանում, եւ իրանց արարողությունների համար մոլա են հրավիրել Շուշիից եւ ինքը համարվում էր առավել հայկական։ Այդ իմաստով հետագայում իհարկե հողը ես ինչքան մեր ուսումնասիրության մեջ այդ կա ոնց որ վարձակալությամբ տրվում է ռուսական կողմին, որտեղ Շուշիի խանը խնամիական կապեր ուներ այն հետնորդը, էլի խնամիական կապեր ուներ ռուսական բանակի ղեկավարի հետ այդ տարածքում, հետագայում սակայն Շուշիի հայ մեծահարուստներից մեկը ամբողջ տարածքը դատի միջոցով շահում է եւ դարձնում է իր սեփականությունը։ Շնորհակալություն հետաքրքիր ներկայացման համար թեմայի։ Ստեփան Շահումյանի գործունեության հետ կապված վերջերս մի գիրք լույս տեսավ Վահան Մելիքյանի Բաքվի այդ 18 թվականի իրադարձությունների վերաբերյալ եւ ուզում եի բացի այ ազգայնականության մասին խոսելով մի կարևոր փաստի մասին էլ ուզում խոսեի, այսինքն հարցը նաեւ դրան է վերաբերում, ինչ եք կարծում այ Ստեփան Շահումյանի խորհրդանիշ արձանը, որը տեղադրվեց եւ նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտ անվանվեց, բացի դա արդյոք նաեւ Ադրբեջանի այդ հակաշահումյանական դիրքորոշումը եւ այդ ատելությունը կապված չի նաեւ նրա հետ, որ Ստեփան Շահումյանը ցանկանում էր, ընդ որում նաեւ ասեն, որ Վրաստանում էլ կա նրա նկատմամբ որոշակի այսպես բացասական վերաբերմունք Շուլավերի շրջանի նախկին այդ Շահումյան Ավանի եւ նաեւ հիմնականում Բաքուն եւ Թիֆլիսը միջազգային քաղաքներ հայտարարելու նրա ծրագրի հետ կապված։ Այսինքն դա ուղիղ հարվածում էր ադրբեջանական ազգայնականությանը եւ բնականաբար վրացականին, չէ՞ կարծում, սա եւս այդ այսպես շարքում չի կարելի տեղադրել։ Դա ընդհանուր, ասես բոլշևիկյան քաղաքականության տրամաբանություններ, այսինքն 17-18 թվականներին նախ Թիֆլիսը եւ Բաքուն այդ հետագայում են դառնում համապատասխան մայրաքաղաքներ, արդեն իսկ անկախության հռչակումից հետո 17 թվականի ժամանակաշրջանում, ասես դրանք անդրկովկասյան բազմաց քաղաքներ էին, որոնց պետական եւ ազգային պատկանելիության խնդիրը բավականին բարդ է տեղորոշել։ Բայց ադրբեջանական իրականության մեջ Շահումյանի նկատմամբ վերաբերմունքը ունի սպეციფიկ պատճառներ է կապված Բաքվի կոմունայի գործնեության հետ։ Չնայած որ ասենք իրենք եւս կոմունայի մեջ ունեն մասնակցություն Ազիզբեկովը եւ ուրիշներ։ Շնորհակալություն շատ կարևոր բանախոսության համար։ Ես միջև հարցին անցնելը ուզում եմ, քանի որ ձեր աշխատությունը քաղաքների մարդաբանական ուսումնասիրությաններ վերաբերվում, ինքս մի վկայություն անեմ, որին որ անձամբ եմ ականատես եղել ու փաստել այդ ֆենոմենը, ուրեմն Ստեփանակերտի Զորգեի կոչվող թաղամասում 20 թվականի պատերազմի ամենաթեժ օրերին, արդեն մի 3-4 շաբաթ անցել էր, մի հատ խանութ էր, սուպերմարկետ այսօրվա կոչվող, որտեղ որ սեփականատերը փախել էր ընտանիքի հետ, փախել էր տարածքից ու մարդիկ կարիքներից ելնելով դուռը կոտրել էին ու խանութը թալանված չէր։ Մարդիկ վերցրել էին այն ինչ իրանց անհրաժեշտ էր եւ դրամարկղի մոտ դրամները լցված էին։ Նույնիսկ դրամներին ձեռ չէին տրված, այս զուտ ուղղակի քաղաքներում սոցիալական համերաշխության որպես օրինակ, չգիտեմ, ձեր ուսումնասիրության կոնտեքստում պետք կգա թե չէ, ես պատրաստ եմ վկայելու, նաև վկաներ կան։ Հիմնական հարցս, խնդրանքս ավելի շուտ մի փոքր պատմական առումով հետ գնալու դեպի Շահ Աբբասի ժամանակաշրջան եւ այդ տարածաշրջանում հայկական եկեղեցիների կառուցման թվագրությանը
որպեսզի հասկանան կոնֆլիկտի ծագումը, էլի, այնտեղ բոլորս էլ գիտենք, որ բնիկներ էին հայերը, այնտեղ նաև եւ Սյունիքում եւ վերջին բնիկներն էին, որ դուրս եկան, խնդրանք սա լինելու հետագայում նույնիսկ երկրորդ բանախոսության երկրորդ փուլի ընթացքում փոքրիկ անդրադարձ նաև Շահ Աբբասի ժամանակաշրջանի եւ հայկական եկեղեցիների կառուցման թվագրությանը եւ դրա հնարավոր կամ ձեր տեսանկյունից ինչ կապ ուներ այդ կոնֆլիկտը արդյոք այդ շրջանից էր ծագում թե ոչ։ Շնորհակալություն, ձեր վկայությունը այլ աղբյուրներով մեր ուսումնասիրության մեջ կա եւ նկարագրված է եւ դա դիտարկվում է սոցիալական համերաշխության կարևոր դրվագ, հենց ձեր նկարագրած երևույթը, էլի գրքում այդ մասին կա եւ նույնիսկ համեմատում ենք 88 թվականի Երևանյան միտինգների եւ ցույցերի հետ, երբ որ այդ ժամանակ քրեականները նույնիսկ գործադուլ արեցին եւ այդ ժամանակաշրջանի տեղեկագրերով հանցավորության մակարդակը բավականին ցածր է։ Այդ համեմատությունը Ստեփանակերտի 20 թվականի պատերազմական իրավիճակի միջև կա որպես սոցիալական համերաշխություն եւ վկայություններ նաեւ այն առումով, որ մարդիկ բացատրում են, թե դա ինչու է կարևոր, որպեսզի ձեռք չտան, որովհետև դա ձևավորում է որոշակի բարոյական սահմաններ արտակարգ իրավիճակում, որը շատ կարևոր է պահպանել դիմագրավելու համար ճգնաժամը։ Ինչ վերաբերվում է պատմական կոնտեքստին, եթե մենք դիտարկում ենք կոնֆլիկտի առաջացման սոցիալական պատճառները, դա ըստ էության գալիս է էթնիկ ակունքները 5 թվի հայ-թաթարական բախումներն են, որտեղ ամբողջ Անդրկովկասի տարածքում դա կար, դա մենակ Ղարաբաղում չէր, բայց Ղարաբաղի պատկանելիության խնդիրը ըստ էության սրվում է արդեն 18 թվականին։ Հիմնականում պատկանելիության խնդիրը, թե ում է պատկանում Արցախ կամ ում պիտի պատկանի Արցախը, դա գալիս է 18 թվականին, երբ որ ձևավորվում են 3 հանրապետություններ։ Պրոբլեմը որն էր, քանի որ Բաթումի պայմանագիրը ճանաչում էր արտաքին սահմանը, 3 հանրապետությունների միջև չկար պայմանագիր, որով կճանաչվեր 3 հանրապետությունների սահմանը։ Այսինքն Հայաստան-Վրաստան պայմանագիր չունեն միմյանց սահմանների ճանաչման, Հայաստան-Ադրբեջանը չունեն պայմանագիր։ Կար միայն Բաթումի պայմանագիրը Հայաստանի եւ Օսմանյան Թուրքիայի միջև, որով ճանաչվում էր մեր եւ իրենց միջև սահմանը։ Նույնիսկ մյուս պայմանագրերով Արցախի պատկանելիության խնդիրը օդում էր եւ այդ իրավիճակում Արցախը հայտարարում է ինքնակառավարում, նպատակ ունենալով հետագայում միանալ Հայաստանին, որտեղ նպատակը այդպես է ձևակերպված այդ հռչակագրի մեջ։ Մյուս հարցն այն է, երբ որ Օսմանյան բանակը 18 թվականին մտնում է նաև Արցախ է մտնում եւ Բաքու, իրենք եւս քաղաքական դիվանագիտական առումով պատկանելիության խնդիրը չեն հասցնում լուծել։ Այսինքն երբ որ Օսմանցին Թուրքիան էր այստեղ, իրենք եւս չհասցրին սահմանի խնդիր լուծել, չնայած Հայաստանը նպատակադրված էր պահանջելու Արցախը, որտեղ ասում են Բաթումի պայմանագրով մեզ քիչ տարածք է մնացել, մեզ պետքա նաև այս տարածքը, որպեսզի կենսունակ, բայց դա գաղափարների դաշտում էր եւ հետագայում բրիտանացիների միջոցով է դա պատկանելիության խնդիրը լեգիտիմիզացվում։ Այսինքն Մեծ Բրիտանիան ճնշում է Արցախի ինքնակառավարման մարմիններին, որպեսզի իրենք ընդունեն Ադրբեջանի ժամանակավոր գերակայությունը, մինչև հարցը վերջնականապես չլուծվի Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ Իհարկե կարող է տարօրինակ թվալ, բայց այն գործիքները, որոնք կիրառվում են 88-ից մինչև 2023 թվական, կիրառվում են օրինակ 18-19 եւ 19 թվականին, դա բլոկադան էր։ Այսինքն օրինակ բրիտանացիները սպառնում են արցախցիներին, դուք չեք վախենում բանից, շրջափակումից։ Որտեղ դա առևտրական կապեր կային, ապրելու այդ խնդիրը կար, եւ երկրորդ մենք ունակ չենք պաշտպանելու ձեր անվտանգությունը, եթե ինչ որ մի բան լինի։ Այդ փաստարկները ինձ թվում է ծանոթ են եւ մենք կարող ենք գտնել քաղաքական խոսույթում սկսած 88 թվականից մինչև հիմա։ Եվ որպեսզի ասենք այդ խոսքերը չհնչան մեր պարանոց, 19 թվականին կազմակերպվում է Շուշիի մոտ գտնվող Ղայբալիշանի կոտորածը,
հայկական մի ամբողջ գյուղ ոչնչացվում է, ընդ որում բրիտանացիների հայացքի ներքո, որպեսզի դա ազդի քաղաքական որոշում ընդունելի վրա, այսինքն բլոկադան եւ ջարդերը որպես քաղաքական գործիք դեռևս կիրառվում էին 19 թվականին, բայց 19-20 թվականներին Ադրբեջանի արգումենտացիան Ղարաբաղի վերաբերյալ նախնիների տարածքին չէր վերաբերվում, այսինքն իրենք չէին հավակնում այդ տարածքին որպես պատմական հող կամ ադրբեջանական հող, դա իրենց պետք էր տնտեսական շարժառիթներից, որտեղ կար արոտավայրերի խնդիր, այսինքն Արցախի լեռները դրանք Քուր Արաքսյան միջագետքում բնակվող կիսաքոչվոր կամ քոչվոր թաթարական բնակչության համար կենսական տարածքներ էին իրենց կենսաձևը պահպանելու համար առանց այդ տարածքների իրենց ամբողջ սոցիալ տնտեսական համակարգը եւ գոյատևումը կփլուզվի։ Իհարկե հայկական կողմը առանձնացնում էր տնտեսական խնդիրը քաղաքական խնդրից, բայց Ադրբեջանի արգումենտացիան հետագայում 21-23 թվականներին վերաբերվում էր տնտեսական այդ համակարգին։ 23 թվականին չկա, ասենք դա մեր նախնիների հողն է կամ Շուշիի խաները եւ այլն, նման պատմական արգումենտացիա այդ ժամանակաշրջանում չկար։ Շահ-Աբբասի գործնեությունը ըստ էության Սյունիքը եւ Արցախը մի կողմ է եղել, որտեղ մենք չունենք վկայություն, որ Արցախից բնակչությունն է բռնագաղթեցվել, ի տարբերություն Արարատյան դաշտի եւ Նախիջևանի, եւ երկրորդ իրանական շահերը ճանաչում էին Արցախի մելիքների ինքնավարությունը եւ հենց Շահ-Աբբասն էր նաեւ ճանաչել Արցախի մելիքները, մելիքները լեգիտիմություն ձեռք բերելու համար նաեւ պետք է շահի հրովարտակով հաստատվեին, դա այդ տրամաբանությունն էր գործում Իրանի եւ Արցախի միջև հարաբերություններում 17-րդ դարում դա ոչ թե Շահ-Աբբասի հետ է կապված, այլ կապված է մելիքների ազդեցության եւ հեղինակության հետ։ Եվ նաեւ պետք է հասկանալ, որ մելիքները դաշնակից էին շահին օսմանցիների դեմ պատերազմում։ Այդ խնդիրը, այսինքն հայկական մելիքները իրանական կողմի հետ դաշնակից են այդ ժամանակաշրջանի թուրք-պարսկական պատերազմների շրջանում։ Շնորհակալություն, երկրորդ հատվածը վերաբերվում է հիշողության քաղաքականությանը հետ պատերազմյան եւ պատերազմական շրջանում։ Այս թեմայի վերաբերյալ եւս հրապարակում կա, դա ուսումնասիրություն հոդված է, որը համեմատականներ է անցկացնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հիշողության եւ անցյալի վերաբերյալ նարատիվները, ինչպես են քաղաքական գործիքավորում ստանում պատերազմի եւ հետպատերազմյան շրջանում։ Իհարկե ինչով է կարևոր այս առումով, որովհետեւ հիշողությունը մենք դիտարկում ենք ոչ թե ինչ են մարդիկ հիշում կամ պետական նարատիվները ինչ են անցյալին հղում կատարում, այլ դրա միջոցով քաղաքական գործնեության ինչ լեգիտիմություն է ստանում կողմերը, ինչպես նաև բռնության եւ դիմադրության որպես լեգիտիմացման միջոց, այսինքն անցյալը վկայակոչվում է ինչու եւ ինչպես քաղաքական հռետորաբանության մեջ եւ հիշողության վկայակոչումներում երկու հանրապետություններում այս ժամանակաշրջանում։ Իհարկե, երբ որ մենք սկսում ենք 20 թվականի պատերազմը, դա չի կարող դուրս մնալ առաջին Արցախյան պատերազմի շարունակականությունից, երբ որ հայկական մշակույթը պատերազմական հիմնվում է դիմադրության մշակույթի վրա, որը ակունքները գալիս է արդեն երկրորդ ցեղասպանությունը չկրկնվելու մտավախությունից։ Դա տարբեր ուսումնասիրություններում առաջի պատերազմի վերաբերյալ կան թե հայերը ինչպես են իրենց դիմադրությունը կառուցում մշակութապես։ Իսկան ինչն է քեզ մղում դիմադրել եւ ինչին դիմադրել։ Եվ մենք օրինակ առաջի պատերազմից ունենք տարբեր ջոկատներ, որոնք կրում էին մեր ֆիդայինների եւ հայդուկների անունները։ Մենք նույնիսկ ունենք ազատամարտիկներ, ոնց արտաքին տեսքն է վերարտադրում, չէ, 10-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի մեր ազգային ազատագրական շարժումը եւ նույն շարունակությունը, երբ որ մենք գալիս ենք 20 թվականի պատերազմ, պետական նարատիվներում եւ պետական ուղերձներում մենք տեսնում ենք երկրորդ ցեղասպանությունը չկրկնվելու այդ падգամը, հետեւաբար հայերը իրենց մասնակցությունը պատերազմին արդարացնում կամ հիմնավորում են նոր ցեղասպանություն ցույց տալու եւ դիմադրություն կազմակերպելու մշակույթի
շրջանում։ Մյուս մոդելը, որը ձևավորում է հայկական դիմադրության մոդելը, դա ավելի վաղ ակունքներ ունի, դա գալիս է արդեն ավարայրի ճակատամարտից, մահիմացիալի մոդելն է, որտեղ հայրենիքի ինքնության համար եւ պատկանելության համար պայքարը դիտարկվում է որպես կարևոր գործոն եւ այս երկու մոդելները ավարայրի եւ 19-րդ դարի ազգային ազատագրական շարժման եւ պայքարի ձևավորում են այսպես հայկական դիմադրության կամ հայկական հերոսականության մշակութային շերտը պատերազմի եւ բռնության ժամանակաշրջանում։ Մյուս խնդիրը նաեւ մյուսը դա հակառակորդ կողմն է կամ ադրբեջան-թուրք թշնամական կողմն է։ Այստեղ կարևոր է հասկանալ, թե նա ինչպես է ձևավորում իր պատերազմական գաղափարախոսությունը եւ պատերազմական մշակույթը եւ իհարկե եթե քաղաքական առումով Թուրքիան դաշնակից էր Ադրբեջանին, դա փաստ է, որ ռազմական առումով ներգրաված է, դա եւս փաստ է, բայց մենք տեսնում ենք նաեւ գաղափարական բովանդակության տեղափոխում թուրքական ժխտողական նարատիվների եւ հանցագործության եւ բռնության փառաբանում թուրքական այդ նարատիվների տեղափոխում Արցախյան ռազմաճակատ եւ 20 թվականի պատերազմի նախօրյակին պետք է հիշել Էրդողանի ելույթը, երբ որ ինքը ասում էր, որ մենք ունենք ես բառացի չեմ հիշում, բայց ուղերձը հետեւյալն էր, ինքը կրկնում էր, որ մենք պետք է վերադառնանք Կովկաս շարունակելու համար մեր պապերի թողած գործը, դա Կովկասի իսլամական բանակի գործունեությունն էր 18 թվականին, որի հրամանատարը Նուրի Փաշան էր, հետագայում ռազմական հանցագործ, որին բրիտանացիները բռնեցին, հետագայում փախավ բանտից եւ նացիստների հետ համագործակցեց, հետագայում պատահարի զոհ է դառնում, այսինքն այսպես ռազմական հանցագործը մենք տեսնում ենք Բաքվի ջարդերում, Շուշի ջարդերում, հետո նացիստների հետ համագործակցության մեջ այդ տրամաբանության այդ գործիչներն են փառաբանվում Էրդողանի մեկ այլ ելույթում արդեն Բաքվի ռազմական շքերթի ժամանակ։ Երկրորդը դա ժխտողականության տարածումն էր եւ 20 թվականի պատերազմի ժամանակ մենք ունենք օրինակներ հայկական ցեղասպանության հիշողության հուշարձանների դեմ հարձակումներ, մասնավորապես Ֆրանսիայում եւ Միացյալ Նահանգներում եւ գորշ գայլերի ակտիվացումը այդ ժամանակաշրջանում վերադառնալով ադրբեջանական իրականություն մենք հետաքրքիր երևույթ ենք հանդես տեսնում, որ բացի թուրքական մոդելի վերարտադրությունից ինքը վերարտադրում է նաև խորհրդային մոդելը հայրենական պատերազմի եւ պատահական չի, որ ադրբեջանական պետական նարատիվը 20 թվականի պատերազմը կոչվում է հայրենական պատերազմ։ Ավելին, Ստալինի օրինակով իրենք եւս հիմնում են հայրենական պատերազմի շքանշան։ Եվ կա վկայություններ Բաքվից եւ պատերազմի իրենց հաղթանակի տոնակատարությունների ժամանակ, ասենք օրինակ իրենք հնչեցնում են հայրենական պատերազմի մասին ռուսական երգերը, խորհրդային երգերը, բայց ենթադրենք Ստալինգրադ անվան փոխարեն դնում են Աղդամ կամ իրենց քաղաքներ, այսինքն մշակութապես իրենք վերարտադրում են խորհրդային մոդելը, որի վկայությունը դա Բաքվի ռազմական շքերթն էր։ Արդեն եթե դուք ուշադրություն եք դարձել 20 թվականի ռազմական շքերթին, դա այդ մոդելն էր, որովհետև իրենց սպանված զինվորների լուսանկարներով այդ Բեսմարտնի պոլկի մոդելի վերարտադրում էր եւ դա շարունակվեց նաեւ այս տարի, եթե մենք հետևում ենք դրան եւ տեսանք, այսինքն ինքը իր հաղթանակի մշակույթը ձևավորում է երկու մոդելների հիման վրա՝ թուրքական մշակութապես բռնության փառաբանման եւ խորհրդային մոդելի հիման վրա։ Բայց եւ այնպես հիշողության խնդիրը կարեւոր է ոչ միայն այդ պրակտիկաների առումով, այսինքն գործողությունների առումով, այլ նաեւ թե ինչպես է դա հուշարձանացվում։ Եվ մենք առաջին փաստը դա Բաքվի ռազմավարի պուրակն էր, որը քննարկվում է, որը հետագայում իհարկե հայկական հայ զինվորի նսեմացնող
մանեկյանները դուրս բերվեցին, բայց դա տևեց ժամանակ եւ հենց այդ առումով էլ ռազմավարի պուրակը քննարկվեց, դա ոչ թե ըստ էության դարձավ հաղթանակի հուշարձան։ Մենք գիտենք պատերազմող երկրներ, որոնք հաղթանակի հուշարձաններ են կառուցում, այլ հակառակորդին հերթական անգամ նվաստացնելու, նսեմացնելու մի միջոց, այսինքն հաղթանակը դա նաև հոգեբանական բարդույթի արտահայտություն կարող է լինել սեփական հաղթանակից այսպես մտավախություններ ունենալով։ Մենք ունենք հետևաբար այս 3 կարևոր կետերը, դա Բաքվի շքերթն է, ռազմավարի պուրակը եւ ժխտողական եւ բռնության փառաբանման նարատիվները։ Հայկական իրականության մեջ մենք տեսնում ենք իմ ուսումնասիրությունը սահմանափակվում էր արդեն 22 թվականին եւ հետագա գործընթացները հնարավոր չէր հնարավորության մեջ դիտարկելու, բայց եւ այնպես եթե հարցեր լինեն մենք շարունակենք այդ թեման։ Ի պատասխան դրա հայկական հիշողությունը դա միտված էր առաջին տիպի հիշողությունը, դա այսպես ընտանեկան համայնքային հիշողությունն էր։ Դա սովորաբար պատերազմների հետևանքներին առնչվող հասարակությունների առաջին արձագանքն է, հիշողության փոքր ձևերը։ Մենք դրան ծանոթ ենք, ասենք դպրոցական անկյուններ, գրաֆիտիներ, մեր հիմիկված ցախտ աղբյուրներ, խաչքարեր եւ այլն։ Եթե մենք վերադառնում ենք, ասենք օրինակ 45 թվականի պատերազմից հետո խորհրդային մոդելին, ապա մենք եւս կտեսնենք Ռուսաստանում կամ միգուցե նաև Հայաստանում փոքրիկ աստղերով եռանկյունաձև հուշարձաններ, դրանք առաջին այսպես հուշարձանացման փորձերն են խորհրդային միությունում գյուղի, համայնքի եւ ընտանեկան մասշտաբներով։ Այսինքն, եթե ֆիլմերում կարող է տեսած լինեք եռանկյունի բուր գա եւ վրան աստղ որպես զինվորների, դա առաջին համայնքային, առաջինը գալիս է սովորաբար համայնքից եւ հետագայում են դառնում մեմորիալ, հուշարձանախմբեր եւ այլն եւ այլն։ Այդ ժամանակ Հայաստանի կառավարության նախաձեռնությունը կյանքի պուրակի կառուցումն էր, որը դեռևս չի ավարտվել կամ ընթացքը դեռևս անորոշ է, այդ մարտահրավերներին, որոնց արտահայտվեց հիշողությունը 20 թվականի իրադարձությունների հետ կապված։ Բայց եւ այնպես ես կուզենայի մեկ այլ հարցի վրա ուշադրություն սևեռել, այն որ պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը ոչ միայն մարտահրավերել, ասենք հայկական պետության գոյատևման հեռանկարների հետ կապված, այլ մենք տեսնում ենք հայկական մշակութային դաշտը նույնպես խոցելի է, լանդշաֆտը, որովհետեւ այդ ժամանակաշրջանում մենք ունենք Նեմեսիսի արձանի բացումը Երևանում եւ Թուրքիայի կոշտ արձագանքը, որին հետևեցին նույնիսկ որոշ տեսակի պատժամիջոցներ, հայկական ինքնաթիռների մուտքի արգելքը եւ այլն եւ այլն։ Պետք է նշել, որ ոչ միայն խորհրդային ժամանակներից սկսած, այլև 91 թվականից սկսած երբևիցե Թուրքիան չի միջամտել Հայաստանի թե ինչ հուշարձան պետք է դրվի կամ չդրվի, այսինքն մշակութային ինքնիշխանությունը մինչև գոնե 20 թվականի պատերազմից հետո արկա հետևանքները հայկական իրականությունը միշտ պահպանել է եւ բայց մենք տեսնում ենք այդ առաջին ներխուժումը հայկական մշակութային լանդշաֆտ, հիշողության միջամտություն Նեմեսիսի օրինակով։ Այս օրինակը կարող է ասես վկայություն լինել այն բանի, որ մշակութային լանդշաֆտը եւս խոցելի վիճակում է գտնվում պատերազմից հետո մեր իրականության մեջ եւ նույն մարտահրավերների առջև է կանգնած, ինչ ասենք հայկական պետականությունը, այդ առումով արտաքին դինամիկան եւ ներքին այդ մշակութային գործողությունների կամ իրադարձությունների կապը բավականին ակնառու է։ Մեր աշխատանքի մեջ մենք քննարկել էինք կոնֆլիկտային իրավիճակներում հիշողության արդեն կոնցեպտները, ինչ ձևեր դրանք կարող են ընդունել։ Դրանք տեսություններ են, բայց այդ տեսությունները մեր իրավիճակում չաշխատեցին եւ իմ աշխատանքում դա ցույց են տվել։ Առաջինը դա կոսմոպոլիտական հիշողությունն է, այսինքն դու հիշում ես կարևոր մի բան, որը բարոյական ուղերձներ է կրում,
կանխարգելելու հետագա բացասական երևույթները դրա օրինակներից մեկը կարող է լինել, ասենք, հայկական ցեղասպանության հիշողությունը։ Ինչու են ուրիշ մարդիկ հարգում այդ հիշողությունը, որովհետև թույլ չտալու համար հետագա ցեղասպանություններ, բռնություններ, հավաքական նմանատիպ ոճրագործություններ։ Մյուսը անտագոնիստական հիշողությունն է, երբ որ ասենք դու մենքի նրանքի սահման ես դնում, դու փառաբանում ես քեզ, երկրորդ դա կարող է ուղղվել նաև մյուս կողմի նսեմացմանը, դա հնարավորություն, եթե փառաբանմամբ միայն սահմանափակվի, դա մեկ այլ խնդիր է, բայց եթե դա ուղղվում է արդեն մեկ այլ խմբի հավաքականության մեջ որպես ատելություն, մեկ այլ խնդիր է արդեն դառնում, եւ մյուսը դա ագոնիստիկական հիշողությունն է, հիշողության մի ձև, որը հնարավորություն է տալիս, ասենք, երկխոսության, ոչ ընդունելի կողմերին, բայց երկխոսության։ Հիմա ես օրինակներ բերեմ, թե երկրները ինչպես կարող են այդ հիշողությունների հետ աշխատել, ասենք, օրինակ, մինչև հիմա Եվրոպայում հիշատակվում է 18 թվականի առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Ասենք նոյեմբերի 11, ոչ մի մեր օրացույցում դա չկա, բայց եվրոպական օրացույցում դա կա, դու գիտեք, եվրոպական մարտցամաքում կային հակառակորդ բլոկներ, Գերմանիան էր, Օսմանյան Թուրքիան եւ Ֆրանսիան, Բրիտանիան եւ Ռուսաստանը, մի խոսքով առաջին համաշխարհային պատերազմը, որը արհավիրքներ բերեց։ Հիմա դա հիշատակվում է, բայց քաղաքական ուղերձը ո՞րն է։ Հիշատակում են ինչի համար, հիշատակում են խաղաղության համար, չկրկնվելու համար, որտեղ երկուստեք կողմերը գիտակցում են, որ տեղի է ունեցել դժբախտություն բոլոր ժողովուրդների համար։ Հիշատակում են այն առումով դատապարտելու համար, ասենք, միլիտարիզմը, զանգվածային ոճրագործությունները եւ հիշատակում են նաեւ քաղաքական սխալներ ցույց տալու համար, որտեղ այդ պատերազմները նաեւ քաղաքական սխալների արգասիկ էին։ Հետևաբար, եթե մենք այս կոնցեպտները տեղափոխում ենք մեր իրականություն, մենք տեսնում ենք ասիմետրիա Հայաստանում պատերազմի հիշողության եւ Ադրբեջանում այսպես հակահայկական նարատիվների շարունակական տարածման օրինակով եւ դրա վերջին ապացույցներից մեկը արդեն Պրագյան գործընթացի ավարտից հետո Արևմտյան Ադրբեջանի թեզի քաղաքական գործիքավորումներ, որը այսպես տարբեր տիպի հրապարակումներից իրենց մոտից պեղվեց եւ դարձավ արդեն որպես քաղաքական գաղափարախոսություն։ Այսինքն մենք հակամարտության շարունակականություն ենք տեսնում նաեւ մշակութային եւ հիշողության քաղաքականությունների շրջանակում։ Հետևաբար քաղաքական օրակարգը միտված խաղաղության հաստատմանը չի կարող լինել հաստատուն, երբ որ չի առնչվում այս տիպի խնդիրների պարզաբանմանը կամ քննարկմանը։ Ես էլ շնորհակալություն եմ հայտնում համապարփակ ու շատ հետաքրքիր ներկայացման համար, ուղղակի փոքրիկ լրացում կուզեի անեի Խորհրդային Միության ժամանակ, որքան գիտեմ, Թուրքիան փորձ կատարել է ինչ որ ձևով ճնշում գործադրել, դա ճարտարապետության վրա է երևացել, մասնավորապես Սարդարապատի ճակատամարտին մասնակցած 5 գեներալների համար տեղադրված 5 արծիվները թևերը փակ արվեցին, որովհետև Թուրքիայի կողմից դա ներկայացվեց որպես հայկական կողմը ագրեսիա էր ցանկանում նոր բան անել Թուրքիայի հանդեպ եւ երևի բոլորին հայտնի այդ միջադեպը զինանշանի հետ կապված, որտեղ բողոքի նոտա գնաց Մոսկվա, որ Արարատ լեռնային հայերը վերցրել իրենց զինանշանի վրա, պատասխանը եղավ կարճ, լակոնիկ, կիսալուսինն էլ ձեզ չի պատկանում, այտենց հարցը լուծվեց, այսինքն փորձ կատարվել էր ամեն դեպքում սովետականության ժամանակ, բայց ես երկու հարց ունեի նախորդ բաժնից, ուղղակի վիճակագրական, եթե ունեք այտենց տվյալներ, Շուշիի ջարդերից 20 թվականի ջարդերից առաջ հայկական բնակչության թիվը Շուշիում ինչքան է տոկոսային առումով եղել եւ Ստեփանակերտի բնակչությունը 88 թվականի շարժումից առաջ ինչքան է եղել հայկական բնակչությունը
եթե կան այդպես վիճակագրական տվյալներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն առաջի հարցի հետ կապված չեմ կարող։ Եթե կա նման տվյալ սիրով, մյուսը երկրորդ հարցը հրապարակման մեջ ունենք տվյալները, այսինքն Ստեփանակերտի բնակչության թիվը 89 թվի խորհրդային միության վերջի մարտ համարը եղել է 89 թվի։ 89 թվի տվյալները կան, ուղղակի հիմա բանավոր չեմ կարող հիշել, բայց դա գերակշիռ է, այսինքն մոտավոր ես ինչքան գիտեմ Ստեփանակերտինը մեծ, այսինքն հայկական 90 մի խոսքով բավականին մեծ հայկական բնակչություն, ասիմետրիա Շուշիի հետ, որտեղ Շուշին է դուրս է գալի 10%։ Ես ինչքան հիշում եմ, բայց միգուցե սխալվում եմ, որտեղ բոլոր վիճակագրական տվյալները մեր հրատարակության մեջ կա։ 85%, հա, այդ մոտավորապես 20 թվականի բնակչության թիվը, 1920 թիվը, տվյալները կան, մոտավորապես ես հիմա չեմ հիշում, բայց այն ժամանակ կեսից մոտավորապես շատը, կամ մի քիչ այս սահմաններում է, էլի, կամ 45-ից, ես ավելի վստահ հետո կասեմ։ Նախ շնորհակալություն շատ հետաքրքիր ու բովանդակալից ներկայացման համար։ Ես մասնագիտությամբ քաղաքագետ եմ, ազգային անվտանգության մասնագետ եմ ու իմ թեզը հենց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին էր նվիրված, դրա համար շատ հոգեհարազատ կարևոր թեմա է։ Ես իրականում շատ հարցեր ունեմ, բայց երկու հարց կտամ։ Առաջինը ձեր նախորդ ենթափուլի խոսքում համեմատեցիք անգլիացիների գործադրած ճնշման մեթոդը ադրբեջանցիների գործադրած մեթոդի, այն է բլոկադայի հետ։ Իրականում ես այդ պահը մի փոքր լավ չհասկացա, որովհետև աշխարհաքաղաքական համատեքստերը շատ տարբեր են, որովհետև 2022-ին, եթե չեմ սխալվում, երբ որ բլոկադան սկսվեց, կար հստակ ռուսական զորախումբ Լեռնային Ղարաբաղում իր հստակ պարտավորություններով եւ ռուսական զորախմբի ներկայությամբ Ադրբեջանը բլոկադա կիրառեց, հա, իսկ 20-րդ դարի երկրորդ կեսին, հա, Անգլիան հստակ Անդրկովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության վերափոխման լիդերն էր ու առաջին աշխարհամարտից հետո հստակ հայտ էր ներկայացրել, դրա համար ես կարծում եմ, որ աշխարհաքաղաքական համատեքստերը շատ տարբեր են, չնայած ճնշման մեթոդը միջնորդավորված անգլիացիների կողմից է, նույնն էր գրեթե, ճնշում էր, բայց տարբեր էին ըստ էության։ Կխնդրեի մեկնաբանեք սա, եթե հնարավոր է, եւ երկրորդ հարցը սեպտեմբերի 19-ը շատ հաճախ քաղաքական առումով էս վերջերս նկատվում է, որ ավելի շատ դրական ձևով է փորձ արվում ներկայացնել պատմական հիշողության գուցե վերափոխման տեսանկյունից եւ այն քաղաքական նարատիվների, որին բոլորս ցավոք ծանոթ ենք, ոչ թե համազգային ողբերգություն, այլ, չգիտեմ, անկախության օր Հայաստանի կամ, չգիտեմ, 4-րդ հանրապետության օր եւ այլ եւ այլ։ Այս համատեքստում պատմական հիշողության վերափոխման դիտանկյունից այս նարատիվը ինչքանով է ասենք վտանգավոր կամ ինչքանով է քննարկելի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր հարցի համար։ Առաջին իհարկե համաձայն եմ, աշխարհաքաղաքական համատեքստը տարբեր էր, բայց իմ նշածը վերաբերվում էր արգումենտացիային եւ գործադրված մեթոդներին։ Իսկան բնականաբար Բրիտանիան այն ժամանակ ուրիշ ձև էր պատկերացնում, բայց խնդիրը մեթոդների եւ ինչպես է հիմնավորվում կամ փաստարկվում եղած գործընթացները, որը զուգահեռներ ուներ 88-ից սկսած, այսինքն իհարկե 20 թվականի բլոկադան այդ մի քիչ ուրիշ բան է, որովհետեւ դա արդյունաբերական հասարակություն չի եւ այլն, եւ 88 թվինը այլ բան է, բայց մենք խոսում ենք մեթոդների եւ հիմնավորումների մասին։ Ինչ վերաբերվում է ձեր վերջին հարցին, քաղաքական նարատիվների փոփոխության, իհարկե մենք ականատես ենք դրան եւ կա փորձ, այսինքն բայց մենք պետք է շեշտենք, որ թե դա դոմինանտ է, այլ դա իշխանության փորձերն են նոր նարատիվներ ձևավորելու, բայց դա խնդիրն է նա, որ դա մենք ապրում ենք մեր իրականության մեջ, որի իրականության կրողը նաեւ մենք ենք եղել։ Այսինքն
ոչ միայն իշխանությունն է եղել, այլև մենք ենք եղել եւ այդ նարատիվները այս կամ այն կերպ իմ կարծիքով բախում են բերում իրականության հետ, որովհետեւ այլ բան է թե դու ինչ ես մտածում կամ ինչ կուզես որ դիմացինը մտածի, այլ բան է թե դիմացինը իր կյանքով ինչ է տեսել եւ ինչ է ապրել։ Սա իրականության եւ նարատիվների մեջ իմ կարծիքով կարող է բերել բախման, որ իր հետևանքներով հանդերձ։ Այսինքն մենք չենք կարող հասարակությանը ստիպել, իհարկե կա քաղաքական, այսպես համակարգ եւ այլն, որ փախնել իրականությունից։ Ի վերջո հայկական երկրորդ պետությունը կործանման է գնացել, մենք որպես փաստ մենք չենք կարող դա, չէ որ մենք ենք այդ իրականության մաս հանդիսացել, հետևաբար նարատիվները իհարկե նպատակ ունեն այդ ամեն ինչը այլ կերպ ներկայացնել, բայց ես կարծում եմ իրականության հետ այսպես կարող է դա բերել իրականության հետ բախման։ Այսինքն իրականությունը հիմնված է ոչ միայն մեզ պատմել են, ասենք Արցախի կորուստը, այլ մենք դրա վկան ենք։ Մինչև հաջորդ հարցին անցնելը, այս հարցին մի ենթահարցել առիթից օգտվելով ես դեմ, որ ասում եք այդ հակասության մասին, նարատիվի եւ հանրության պատկերացումների, օրինակ եթե ընտրությունների ժամանակ հանրության մեծամասնությունը քվեարկում է իշխող ուժի օգտին, կրկին, որը փորձում է այդ նարատիվները տարածել, չի նշանակում, որ հանրությունը սկսում է հաշտվել այդ նարատիվների հետ։ Լավ, եթե ընտրության այդ մի քիչ բարդ հարց է, դա ընտրությունների ժամանակ քվեարկությունները կարող են տարբեր մոտիվացիաներ ունենալ, բայց եւ այնպես վերադառնալով այդ խնդրին, ես նշեցի իմ ուսումնասիրությունը ժամանակագրորեն ավարտվել էր 22 թվականին եւ հետագան հայաստանյան իրականության մեջ ես հետևել եմ, բայց ուսումնասիրության մեջ դա չէր արտահայտվել, բայց հետագայում մենք այդ դրսևորումները տեսանք ձեր նշած ասես սեպտեմբերի 19-ը որպես ձեռքբերում ներկայացնելու դուք նշեցիք այդ մասին, այդ մոտեցումը, այնուհետև այն հայտարարությունը, որ մենք պետք է նոր լեզու գտնենք խոսելու համար, չէ, պատերազմի կորուստների հետ կապված, այսինքն դրանք ասես նարատիվի փոփոխության միտումներ են, բայց ես չգիտեմ ինչքանով եմ վստահ, որ ապագայում դա կարող է խորանալ, որովհետև միգուցե փորձ արվի, բայց որովհետև դա կարող է բերել հակազդեցության, այդ հանգամանքը պահվի լռության մեջ, բայց դա մենք պետք է տեսնենք, մենք այդ իրողությունների արձանագրողն ենք եւ նաեւ վկան ենք, բայց այստեղ մի ուրիշ խնդիր կա, եթե փոխվում է, եթե կա միտում այդ ամեն ինչը փոխելու, եւ այդ միտումը կա, դուք ճիշտ նշեցիք, հակառակ կողմը ինչ է անում։ Հակառակ կողմը, այսինքն Ադրբեջանը ավելի է խորացնում իր հակահայկական նարատիվները արևմտյան Ադրբեջանի եւ այլնի շրջանակներում եւ ըստ էության մենք տեսնում ենք այդ փոփոխությունների դինամիկան, հայաստանյան իրականության մեջ իշխանության նարատիվը, ասես նոր իրականություն կառուցելու, անտեսելու համար եղած փաստերը, որտեղ դա ինչով է փաստը խնդրահարույց քաղաքական առումով, որովհետև տվյալ փաստը նաև քաղաքական սխալի պատասխանատվության խնդիր է առաջադրում։ Այսինքն պատերազմը դա քաղաքական չէ, որոշման քաղաքական գործընթացի մաս է հանդիսանում։ Հետևաբար պատերազմի արդյունքները եւս ենթադրում են քաղաքական պատասխանատվություն եւ պատասխանատվության մեկ այլ տարբերակ է լինում, այսինքն իրականության փոխումը նարատիվների միջոցով։ Շնորհակալություն, հաջորդ հատվածը վերաբերվում է արդեն նոր տիպի պատերազմին, թե մեր դեմ ինչ տիպի պատերազմ ողեց, որովհետև այդ հարցերը ըստ էության դուրս են մնացել հանրային եւ նույնիսկ քաղաքագիտական քննարկումների շրջանակներից, մի տեսակ արդեն չի խոսվում Թուրքիայի ներգրավվածության չափը եւ մասշտաբները, մեզ թվում է թե դա հերթական արցախյան պատերազմ էր, որտեղ առաջինը մենք հաղթեցինք, հիմա երկրորդում մենք պարտվեցինք զանազան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, բայց այն հանգամանքը, թե ինչպիսի պատերազմ էր մեր դեմ մղվում, դա ըստ էության անտեսվում է, բայց քննարկվում է, ասենք օրինակ, հիմնական
Նախնական քննարկումների շեշտադրումը միգուցե դա օրինաչափ է, տեղափոխված է հայկական ներքին քննարկումների դաշտ, Հայաստանի պատրաստվածությանը պատերազմին եւ այլ տիպի խնդիրների արծարծմանը, բայց թե ինչպիսի պատերազմ էր մեր դեմ մղվում, դա ըստ էության ստվերային հատվածն է մնացել հանրային քննարկումներից դուրս։ Բայց մեր աշխատության մի ամբողջ գլուխ նվիրված է թե ինչպես է պատերազմը ձեռք բերել անդրազգային կամ տրանսնացիոնալ բնույթ, ինչ դերակատարներ են ունեցել եւ այն գործիքակազմը, որով դա իրականացվել է եւ ինչպես է դրան դիմագրավել հայկական կողմը։ Երբ որ մենք ասում ենք անդրազգային, մենք ի նկատի ունենք այն երևույթները եւ այն գործոնները, որոնք ոչ միայն պետական միջամտությամբ են դառնում սահման հատող գործընթացներ, այլև զանազան տիպի ակտորների ներգրավմամբ իրենք տարածվում են սահմաններից դուրս։ Հետևաբար տրանսազգային կամ անդրազգային երևույթը մենք դիտարկում ենք այդ առումով եւ այդ մոտեցմամբ էլ քննարկում ենք Արցախյան պատերազմը։ Իհարկե Արցախյան պատերազմի վերջին պատերազմի ամենաառանցքային դրվագը դա բռնության արտահանում էր Սիրիայից դեպի Արցախյան ռազմաճակատ եւ մոտավորապես մի քանի հազար ահաբեկիչներ տեղափոխվեցին Սիրիայի հյուսիսից դեպի Արցախյան ռազմաճակատ։ Այդ հարցերը մանրամասորեն քննարկված են մեր աշխատության մեջ, թե ինչպես են դրան ներգրաված թուրքական համապատասխան ծառայությունները, որոնք համապատասխան փորձառություն էին ձեռք բերել արդեն Լիբիայում նմանատիպ խմբավորումների կիրառման առումով եւ այդ նույն խմբավորումները տեղափոխվեցին նաեւ այստեղ Անդրկովկաս, այստեղ նաև սիմվոլիկ եւ հատկանշական կարևոր դրվագներ կան, հիմնականում այդ խմբավորումները ներկայացնում էին Սիրիայի հյուսիսում գործող թուրքմենական ռազմական միավորումները, որոնց մի մասը գործուն մասնակցություններ ունեցել հայկական Քեսաբի դեմ հարձակման ժամանակ, թուրքմենական գործոնը առհասարակ Թուրքիայի կողմից օգտագործվում է Սիրիայում, այսպես պանթուրքական կամ նեոօսմանական քաղաքականություն վարելու ուղղությամբ եւ իրենց սիմվոլիկայում, իրենց նարատիվներում այդ թուրքական միասնությունը կա։ Հետաքրքիր է հարաբերությունները արաբ վարձկանների եւ թուրքմենների միջև արդեն Արցախյան ռազմաճակատում, երբ որ կան վկայություններ, երբ որ թուրքմենները իրենք ավելի բարձր դիրքերում էին այդ զորամիավորումների մեջ, քան արաբները, ինչը վիճը մի քանի հազար ահաբեկիչների ներգրավումը սիրիական ռազմաճակատից դեպի Արցախյան ռազմաճակատ նոր երևույթ էր եւ այդ առաջին արձագանքները կամ առաջին ազդակները եկան դեռևս բաց աղբյուրների ուսումնասիրության հիման վրա արդեն 20 թվականի հուլիսին եւ մանրամասն բերվում են վկայություններ նրանց գումարային պարգևատրման եւ այլ տիպի հարցերի շրջանակներում։ Մյուս գործոնը դա թուրքական գործ գայլերի ներգրավվածությունն էր, ազգայնական այդ խմբավորության ներգրավվածության Բայց վկայություններ են գործ գայլերի սիմվոլիկայի առատ գործածումը Արցախյան ռազմաճակատում եւ հետագայում հետ պատերազմական շրջանում, մասնավորապես Լաչինի Միջանցքի փակման ժամանակ մենք տեսնում ենք այդպես այդ ուղղության հետևորդներ համապատասխան սիմվոլիկայով եւ դրանց ակտիվ ներգրավումը Ֆրանսիայում հայկական համայնքների դեմ հարձակումների ժամանակ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում հայկական դպրոցի եւ այլ վայրերի նկատմամբ հարձակումների դեմ։ Ռազմական առումով իհարկե ներգրավվածություն կար Աֆղանստանի եւ Պակիստանի կողմից եւ բնականաբար նաեւ հիմնական պատերազմի այսպես գործուն աջակիցներից մեկը Իսրայելն էր, որը ոչ միայն այսպես մեր մոտ սովորաբար շատ հարցեր պարզունակ ձևով են դիտարկվում իբրև թե բիզնես եւ այլն, բայց չի դիտարկվում դրա քաղաքական շարժառիթները եւ աջակցության այն չափը, որը կարևորվում էր տվյալ երկրի կողմից։ Մասնավորապես Իսրայելի ներգրավվածությունը օրինակներից մեկը դա բաց աղբյուրների տվյալներ են, ամբողջ Ղարաբաղի հետախուզական քարտեզագրումներ եւ համապատասխան տվյալների փոխանցում Ադրբեջանի կողմից եւ պատահական չի, որ 23 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո Ադրբեջանը պաշտոնապես Իսրայելին
շնորհակալություն հայտնես ցուցաբերված աջակցության համար։ Իհարկե կար միտում հետագայում ահաբեկիչներին բնակեցնելու Արցախում կամ հարակից տարածքներում, դա թուրքական ծրագիրներ, ըստ երևույթին Ռուսաստանի եւ Իրանի ջանքերով այդ քայլերը դուրս մղվեցին, բայց այդ տրանսնացիոնալ կապը թուրքական ներգրավմամբ դրսևորվեց Շուշիում, հատկապես փողոցների անվանակոչման եւ թուրքական սիմվոլիկայի առատ գործածման մեջ, եւ նաեւ թուրքական սիմվոլիկան պատերազմի ժամանակ էր բավականին առատ գործածվում, եթե մենք տեսնում ենք մեր զոհվածների գերեզմանների եռագույններ, ապա Ադրբեջանում շատ դեպքերում իրենց արարողությունները ուղեկցվում են երկու դրոշների, թուրքական եւ ադրբեջանական դրոշների համատեղ։ Այսինքն դա վկայված է նաեւ օրինակ Վրաստանի ադրբեջանցիների մեջ եւ այլ տեղերում, որտեղ ասենք իրենց հիշատակությունները երկու դրոշների միջոցով են տեղի ունենում։ Իհարկե տրանսնացիոնալ բնույթի եւ գործոնների ազդեցությունը միանգամից պատերազմի ժամանակ ի հայտ չեկավ, դրա առաջին դրսևորումը մեզ բոլորիս քաչ հայտնի Ծիրանի պատերազմն էր, երբ որ հուլիսյան դեպքերի Տավուշյան դեպքերի ժամանակ արգելափակվեց Մոսկվայի այդ սուպերմարկետներում հայկական ծիրանի վաճառքը, մեդիան դա բնութագրեց ռուսական մեդիան ծիրանի պատերազմ, բայց դա ինչով էր կարևոր, մեր աշխատության մեջ դա վերլուծվում է, այս բոլորի հետևում կանգնած էին Ալիևի ընտանիքներին մոտ ադրբեջանցի գործարարներ, որոնք ծագումով ադրբեջանական հրեական սփյուռքն էին ներկայացնում, մեկը նույնիսկ անունը կա հիմա չեմ հիշում, խնամիական կապեր ուներ, նախկին խնամիներ Իլհամ Ալիևի եւ երկուսն էլ հանդիսանում էին Մոսկվայում գործող Ադրբեջանից սերված հրեական սփյուռքի ներկայացուցիչներ։ Առհասարակ սա հետաքրքիր երևույթ է, որովհետև մենք գործ ունենք Բախում երկու տիպի սփյուռքերի հետ։ Եթե օրինակ հայկական սփյուռքը դա ինքնակազմակերպվող եւ ինքնակառավարվող միավորում է, ես պետք է հղեմ նշանավոր սփյուռքագետ Խաչիկ Թոլոլյանին, կան Արցախը, Սփյուռքը եւ Հայաստանը դա հայկական տրանս ազգն են, անդրազգն են, որտեղ ոչ մեկը դոմինանտ չի, այսինքն Հայաստանը չի կարող կառավարել Սփյուռքը, ոչ էլ Սփյուռքը Հայաստանը, բայց դրան գործում են որոշակի տրամաբանության, ինքնակառավարման եւ ինքնավարության մեջ։ Ապա ադրբեջանականը դա մի ամբողջ պետական նախագիծ է։ Այսինքն եւ ադրբեջանական սփյուռքի մոդելավորման առումով երկու գործոն կա, դա թուրքական սփյուռքն է եւ հրեական սփյուռքը, որտեղ որ պետք է նրանք հանդես են գալիս նաեւ համագործակիցներ, նամանավանդ թուրքականի հետ եւ նաեւ որոշ տեղերում որտեղ հնարավոր է ներգրավելով նաեւ հրեական գործոնը, բայց դա ամբողջովին պետականաստեղծ միավորումներ են, որոնց նպատակը հենց Ադրբեջանի քաղաքականությունը դրսում առաջ տանելն էր։ Եվ պատերազմի ընթացքում մենք տեսանք այդ երկու սփյուռքների բախումը, պետականակազմակերպ եւ պետականաստեղծ սփյուռքը, որի հիմնական նաեւ գործոնը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արտահանումը Ադրբեջանի սահմաններից դուրս։ Եվ հայկական սփյուռքը, որի ներգրավվածությունը ենթադրում է նորի ներգրավվածությունը չափվում է, այսինքն հումանիտար օգնությամբ, կամավորների ներգրավվածությամբ, որոնք այսպես ուզում են ներգրավել մարտական գործողություններին, եւ տարբեր տիպի աջակցության եւ քաղաքացիական նախաձեռնություններով, այսինքն դա ներքին եւ ինքնակազմակերպվող տրամաբանությամբ գործող սոցիալական միավորներ էին։ Եվ մենք այստեղ ունենք տպավորիչ օրինակներ, իհարկե մենք ունենք եւ օրինակ Սիրիայի Լիբանանը հայերի ակտիվ ներգրավվածությունը, Սիրիա հայերի ակտիվ ներգրավվածությունը այս գործընթացների մեջ։ Ինչու են մերձավոր արևելյան համայնքները կարևոր, որտեղ դրան գաղափարապես մոտիվացված եւ բավականին գաղափարականացված երիտասարդներ եւ համայնքներ են, որոնց ներգրավվածությունը ունի հստակ մոտիվացիա։ Մյուս կողմը դրան քաղաքացիական նախաձեռնություններ են եւ գրքում քննարկվում է նաեւ ջավախքահայերի մասնակցությունը, որոնք հաղթահարեցին մի քանի ճգնաժամեր։ Իհարկե մեր իրականության մեջ շատ
խնդիրներ այսպես հպանցիկ են, բայց այդ ժամանակ Վրաստանի կառավարությունը արգելեց հայկական կամավորների մուտքը Ջավախից կամ Վրաստանից դեպի Հայաստան եւ նույնիսկ քաղաքացիական անհնազանդության գործողություններ տեղի ունեցան գոնե հումանիտար օգնությունը Հայաստան բերելու առումով։ Ինչևիցե ճանապարհներ հայտնվեցին եւ գտնվեցին այսպես հայկական ներգրավվածությունը ապահովելու համար Արցախյան պատերազմին, բայց ինչպես մեր եզրակացությանը մեջ նշվում, դա երկու տարբեր համակարգերի ներգրավվածություն էր։ Մյուսը պետականաստեղծ եւ պետականա կառավարվող անդրազգային համակարգ, մյուսը ինքնավար եւ ինքնակառավարվող ավանդական համակարգ։ Ինչ եք կարծում նախ եւ առաջ որ ներկայացնում եք Ռուսաստանի դեպքերը, Իրանը եւ մյուս։ Արդյոք Ֆրանսիա, ԱՄՆ եւ այլն, արդյոք այդ երկրների ղեկավարությունը կամ դրա որևէ թևը ներգրաված չէր այդ ամենը եւ կառված չի, այսինքն դա գուցե տարիներ անց հիմա տեսնում եք, չէ, Եվրախորհրդում եւ տարբեր տեղում ասենք մարդիկ են հայտնվում, որոնց վրա ինչ որ գործեր են բացվում, որ ժամանակին ստացել են ինչ որ կաշառք Ադրբեջանից, խավիարի տեսքով, գումարի տեսքով եւ այլն։ Կամ ներգրաված են նավթային ինչ որ գործարքներում։ Ինչ եք կարծում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, լավ, Ռուսաստանը միտեղ հասկացանք, ինչ որ բաներով պայմանավորված։ Մարդկանց նման գործունեությունը արդյոք պայմանավորված չի, որ տվյալ երկրները ներկայացնում եք անդրազգային որ դա այդպիսի անդրտարածաշրջանային պատերազմ էր, եւս ներգրաված են եւ շահառու կողմեր էին, ամենաբարձր մակարդակով։ Շնորհակալություն։ Ֆրանսիայում օրինակ Գորշ գայլերի ակտիվությունը բերեց նրան, որ Ֆրանսիան արգելափակեց այդ կազմակերպության գործունեությանը Ֆրանսիայի տարածքում, կարծեմ 20 թվականի նոյեմբերի 1-ին։ Գերմանիայում բողոքներ եղան, բայց Գերմանիան չարգելափակեց այդ կազմակերպության գործունեությունը, դրա նկատմամբ ազդակները տարբեր երկրներ տարբեր կերպ էին փորձում կարգավորել։ Այսինքն, բայց ֆրանսիական օրինակը ցույց է տալիս, որ ֆրանսիական կառավարությունը ինքը նախանձախնդիր եղավ, դատապարտեց եւ ձերբակալեց այդ գործընթացում ակտիվորեն ներգրաված որոշ անհատների եւ արգելեց Գորշ գայլերի գործունեությունը։ Քանի որ ձեր ուսումնասիրության մեջ անդրադարձ կար 20 թվականի պատերազմի անդրազգային կոնտեքստին, ուզում եմ հասկանամ, նախ դիտարկել եք Սիրիայում հակամարտությունը որպես նախերգանք կամ Արցախյան շարունակություն որպես Սիրիայի, արդյոք դրանից հետո դիցուկ ուկրաինական պատերազմը այդ կոնտեքստում դիտարկված է, թե չէ, կամ այդ ամբողջ շղթան, թե այդ երկու կետերի, երկու օջախների մեջն եք բանը ոնց որ ընդհանրությունը դիտարկե անդրազգային կոնտեքստում։ Լավ հարց եք տալիս, կոնկրետ Արցախյան դեպքում այդ կոնտեքստ ենք դիտարկել, բայց եւ այնպես նախաբանի մեջ մենք նշել ենք, այնտեղ որովհետեւ մենք տալիս ենք ամբողջ այդ խորհրդային տարածքում հակամարտությունների դինամիկան եւ արկա հակամարտությունները, որոնք հաջորդեցին Արցախյան պատերազմին, այսինքն դա ոչ միայն Ուկրաինան էր, այլև սրացումներ եղան Միջին Ասիայում, Ղազախստանում եւ այլն, այսինքն Արցախյան հակամարտությունը մի ամբողջ այդ խորհրդային տարածքի տրանսֆորմացիայի մաս դարձավ իր այդպես դրսևորումներով, դրա մի մասը ուկրաինական հակամարտությունն էր, որը իր ազդեցությունը թողեց նաև Արցախյան հակամարտության վրա, դա ներածության մեջ տալիս ենք որպես մի ամբողջական կոնտեքստ։ Իսրայելականը առանձին քննարկում ենք, իսրայելականը պայմանավորված էր, նախ տալիս ենք դրա զարգացման ընթացքը, Իսրայելը ուներ շահեր Իրանի դեմ եւ որոշակի իր ներգրավվածությունը ենթադրում էր այսպես իրանական սահմանի նկատմամբ ուշադրություն եւ հետաքրքրություններ եւ Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը բավականին մանրամասն քննարկվում է եւ դիտարկվում է Իսրայելը որպես ուղիղ մասնակից Արցախյան պատերազմին, որտեղ 16 թվականի պատերազմի ժամանակ կա վկայություններ, որ դրոնները իրենք են ղեկավարել եւ 20 թվականի Տավուշի դեպքերում, երբ որ իրանց այդ ԱԹՍ-ներից մեկը խփվեց, իրանք շտաբ
այդ խնդիրները սկսեցին քննարկել եւ այլն, Իսրայելի դեպքը առանձին քննարկվում է ավելի խորությամբ եւ որպես ասես շահառու կողմերից մեկը հակամարտության, բայց պատերազմը ուներ իր պարադոքսը, որովհետեւ Բաքվի հաղթանակի շքերթի ժամանակ Պակիստանը, որը չի ճանաչում Իսրայելին, Պակիստանի եւ Իսրայելի դրոշները այդ նույն շքերթի ժամանակ են, այսինքն դա մեր պատերազմի ասես պարադոքսներից մեկն էր։ Ինձ հետաքրքիր է ձեր ուսումնասիրությունները, հետազոտությունները 90-ականների պատերազմի հետ կապված։ Օրինակ ձեր կարծիքով իմաստալից եք համարում 90-ականների Ղարաբաղյան պատերազմը, երբ 1991 թվականին արդեն երբ գործող աշխարհակարգը փլուզվել էր, խորհրդային միությունը չկար, սոցիալիստական եվրոպական երկրները, Հարավսլավիա, Չեխոսլովակիա, մեր կառավարությունը 1991 թվականին կնքում է Ալմա-Աթայի հռչակագիրը, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը թողնվում է նույնը 29000 քառակուսի կիլոմետր եւ բողոք չկա Ադրբեջանի նույն 86000 քառակուսի կիլոմետրի նկատմամբ, այսինքն Ղարաբաղյան միացում շարժումը ըստ էության ստանում է ինչ-որ իմաստը կորցնում է այն դեպքում, որ մենք մեր տարածքը թողնում ենք ինչ-որ առաջեր։ Ճիշտ է, այդքանի հետ համամիտ եք։ Եվ բացի այդ, ընդհանրապես 90-ականների պատերազմ հաղթանակը դուք համարում եք հաղթանակ են պարագայում, երբ միացումը ընդհանրապես տեղի չունեցավ, մենք կորցրեցինք դաշտային Արցախը, ինչի մասին որ ընդհանրապես ոչ մեկ չի խոսում, իսկ Լեռնային Ղարաբաղն էլ մնաց այդպես նույն կարգավիճակում, ինչ որ կար։ Անգամ դրանից հետո 99 թվականին սկսեցին բանակցել մեկ ընդհանուր պետություն գաղափարի շուրջ, այսինքն դա վերադարձներ էլի ինքնավար մարզի համարյա կարգավիճակով, այն ինչ ունեինք 89 թվականի դրությամբ։ Չեմ վախենա այդ բառից, ձեր կարծիքով 90-ականների Ղարաբաղյան ֆարսը ինչի մասին էր։ Լավ, շնորհակալություն ձեր հարցի համար։ Դիվանագիտական եւ քաղաքական զարգացումները ճիշտն ասած իմ մասնագիտական աշխատության մասը չեն, բայց ընդհանուր տրամաբանությունը հասկանալի էր ձեր հարցի։ Լավ, շնորհակալություն հարցի համար։ Հիմա որպեսզի ձեր հարցը շարունակություն ունենա, պետք է գալ 88 թվականից։ Այսինքն ըստ էության 88 թվականից սկսած բացառությամբ Կոլցո օպերացիայի ժամանակաշրջանի, նույնիսկ այդ ժամանակաշրջանում Ադրբեջանը Ղարաբաղում վերահսկողություն չի ունեցել բացառությամբ Շուշի քաղաքի։ Այսինքն բոլոր դե յուրե եղել է Ադրբեջանի կազմում 88 թվականից սկսած, բայց ըստ էության այդ ժամանակաշրջանից սկսած բացի Շուշի քաղաքից եւ ադրբեջանական բնակավայրերից Ադրբեջանը վերահսկողություն Արցախի նկատմամբ չի ունեցել, նույնիսկ Պոլյանիչկոյի կոմիտեն խորհրդային զորքերով լիակատար վերահսկողություն չկարողացավ հաստատել Արցախի նկատմամբ։ Հետևաբար Արցախը այդ ժամանակաշրջանից սկսած արդեն դե ֆակտո Ադրբեջանի մաս չէր։ Ինչ վերաբերում է պատերազմի, ապա պատերազմը Արցախի ընտրությունը չէր։ Այսինքն կամ դու պետքա 90 Կոլցո օպերացիայի ժամանակ այդ ժամանակաշրջանում լքեիր, պարտվեր դուրս գայր կամ մնայր։ Այսինքն հայերի դիմակայությունը ապահովեց Արցախի մնալը հայկական եւ դա հաղթանակ էր այն պայմաններում, երբ որ խորհրդային միությունն էր փլուզվում եւ կար ճգնաժամ, ընդհանուր ոչ միայն ռազմական, այլև սոցիալական, տնտեսական եւ այլն եւ այլն։ Արցախը հայկական էր, բայց հայկական չէր կարող մնալ, երբ որ Ադրբեջանում հայեր այլևս չէին մնացել եւ ինչ երաշխիքների դիմաց ինքը կարող էր մնալ հայկական։ Ամբողջ բանակցային գործընթացի քննարկումների մինչև 20 թվականը ամբողջ քաղաքականության խնդիրն են եղել, այսինքն անվտանգության երաշխիքներ Արցախին ով պետք է տար։ Անվտանգության երաշխիքների խնդիրը ծագում է Սումգայիթյան հայկական ջարդերից հետո։ Այսինքն այդ ջարդը հիմնավորում է, որ հայերը չեն կարող Ադրբեջանում մնալ կամ ապրել եւ հետագան դրա ապացույցն է դառնում։ Այսինքն դա դառնում է անվտանգության խնդիր։ Հետագայում Ադրբեջանը չի հրաժարվում, չէ՞, այսինքն եթե ջարդերը մենք դիտարկում ենք
տարբեր տիպի իհարկե բռնության դրսևորումներ կան, բայց երբեք Ադրբեջանը Արցախից հայերին վտարելու խնդրից չի հրաժարվել եւ բացահայտ այդ մասին հայտարարելա նույնիսկ կոլցո օպերացիայից առաջ, երբ որ նպատակը դա էր, այսինքն 91 թվականի գարնանը թվում էր, թե այդ խնդիրը պետքա լուծվի, որտեվ այդ օպերացիան այնպես էր կազմակերպված, որ դիմադրության ուժերից զրկեն, ուղարկեն ձերբակալեն։ Մինչև հիմա մենք ունենք անհետ կորածներ այդ ժամանակաշրջանից, որտեղ դա հատուկ համակարգով էր, այսինքն կոնկրետ տղամարդկանց, կոնկրետ ակտորների, ակտիվիստների եւ այլն։ Դրա մեջ կա տրամաբանություն, դա տարերային չի։ Եվ երբևիցե Ադրբեջանը չի հրաժարվել արցախցիներին վտարելու մտքից եւ դուք տեսաք նաեւ 23 թվականին։ Իսկն Ադրբեջանը առաջարկել է ասենք համերաշխության կամ հաշտության մի ֆորմատ, որը կբերել քիչ թե շատ տանելի համակեցության։ Եթե չի առաջարկել, հետեւաբար դիմադրությունը դառնում է կյանքի ապահովման միակ ձևը։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա բանակցային գործընթացը ուներ իր տրամաբանությունը, 91 թվականի որոշումները ունեն իրենց տրամաբանությունը այդ կոնտեքստում սկսած, բայց Ադրբեջանը երբեք Ալմաթան չի վկայակոչել մինչև ըստ մի քանի տարի առաջ հիմնավորելու համար Արցախը իր կազմում լինելու այսպես իրավական հիմնավորումը։ Ես մի փաստ ասեմ, իրավական հիմնավորումները իրենք իհարկե արդարության խնդիր կարող է դիտարկեն, բայց դրանք հետո են պետք գալիս եւ քաղաքական լուծումներ գտնվում են։ Այսինքն, եթե պետք է քաղաքական լուծում Արցախը լիներ Հայաստանի մաս կամ առանձին, դուք մի կասկածեք, որ համապատասխան իրավական հիմնավորումներ ելի կգտնվեին նույն երևույթը ձևակերպելու առումով։ Իրավիճակը այն չի, որ Հայաստանը ստորագրել է Ալմաթան։ Երբևիցե Ադրբեջանը Հայաստանին չել մեղադրել, որ Արցախում ներգրավվածության իր ներքին գործերին միջամտելու, ասել է Հայաստանն է օկուպացրել, բայց Ալմաթան չի վկայակոչել։ Այսինքն Մինսկի խմբի եռանախագահները կամ Ռուսաստանը Ալմաթայի տեղը չգիտեին մինչև 20 թիվն, այս վերջի ժամանակներս, որ երբևիցե բանակցային գործընթացի մեջ այդ երևույթը չի դիտարկվել։ Այդ բանակցային գործընթացը ուներ իր տրամաբանությունը, այդ առաջարկները նաև պետքա մեր իրականության մեջ շատ հաճախ փաստաթղթեր ընկալվում են ուղիղ իմաստով։ Այսինքն պետքա միջնորդները գան, լուծումները տան եւ ստորագրվի, բայց միջնորդները գալիս են, տալիս են բանակցությունների քննարկման դաշտը։ Այսինքն որպեսզի երկկողմանի քննարկումներ լինեն, բանակցության իմաստը դա է, ոչ թե վերջնական լուծումներն, այսինքն ակնկալել, որ իհարկե իրենք դաշտն են տալիս քննարկումների, բայց լուծումները պետք է գտնեին կողմերը հակամարտության։ Ինձ հետաքրքիր է կա ինչ-որ տարբերություն հենց արցախցիների եւ վերաբնակեցվածների հետ, եթե ունեցել եք այդ զրույցները, ինչ-որ տարբերություններ նկատում եք, թե նույն ցավն է, նույն էլի հիշողություններն են Արցախի հետ կապված, օրինակ գիտենք, որ Աղավնոյում, Բերձորում հատկապես այդ վերաբնակեցվածներն էին նույն Սիրիայից եկածներ կային այդտեղ, ինչով է իրենց բանը տարբերվում, էլի։ Եվ մի հարցել այս պայմաններում, երբ որ գիտենք պետական քաղաքականությունը ինչպիսին է, Արցախահայություն, անգամ երբ որ ես հարցումներ եմ անում պետական գերատեսչություններին, իրենք խուսափում են ընդհանրապես այդ տերմինները կիրառելուց եւ նշում են պարտադիր Ղարաբաղ, Ղարաբաղահայություն, այսինքն երբ որ մարդիկ խնդիր ունեն անգամ այդ բառերի հետ։ Եվ ցավալի է, բայց արցախցիները շատ հաճախ ինչ-որ բարդույթավորվում են Արցախի մասին խոսելուց, շատ հաճախ գերադասում են չասել, որ իրենք արցախցի են, որովհետև ահավոր թիրախավորվում են եւ ատելության խոսք կա հստակ իրենց հանդեպ գեներացվող։ Այս պայմաններում արդյոք վտանգ չկա, որ մենք Արցախը մեր ինքնության որպես բաղադրիչ կարող ենք ուղղակի կորցնել դա էլ որպես, չգիտեմ, հիշողություն, հավաքական հիշողություն։
թե հաշվի առնելով ինչ որ պատմության ցիկլայնությունը եւ բարենպաստ ինչ որ պայմանների ստեղծումը հնարավոր է որ վաղը նորից լինի օրինակ 88-ի պես ինչ որ շարժում ու այս թեման նորից վերադառնա օրակարգ։ Իհարկե դուք էլ ձեր աշխատանքներով նպաստում եք որպեսզի դա տեղի չունենա, բայց հասկանում ենք որ պետական քաղաքականությունը այդպեսին չի եւ շատ դժվար է դա լինելու։ Ոնց անել, որ մեր ինքնությունից չկորցնենք Արցախը։ Մերսի։ Լավ, շնորհակալություն, վերջին վերադառնանք։ Առաջինը դա հիշողության պահպանումն է, այսինքն որպեսզի այն լինի եւ մնա ինքնության մաս, մենք պետք է պահպանենք հավաքական հիշողությունը եւ ձևեր գտնենք այն պահպանելու, որպեսզի հետագայում այն ձեռք բերի նաեւ այլ բովանդակություն։ Հետևաբար մեր բոլորիս հասարակության խնդիրը այդ հիշողությունը եւ կորստի ցավը այսպես պահպանելն է, իհարկե ոչ ցավը, բայց կորստի հիշողությունը պահպանելն է, հետագայում որպեսզի այն նաեւ հնարավորություններ ստեղծի այլ քննարկումների, այլ միջոցների եւ այլ process-ների համար եւս, որտեղ բոլոր հասարակությունները, որոնք այս տիպի հարցերով անցել են, առաջին շեշտադրումը հենց կատարել են եւ կատարում են հիշողության վրա, եւ պատահական չի, որ մենք ականատես ենք լինում նաեւ մեր այն երկրներից, որոնք մեզ բարեկամ չեն, հակառակորդ են մեր դեմ պատերազմել են, թիրախներ ուղղված հայկական հիշողության դեմ։ Մյուս հարցը վերաբերվում էր վերաբնակներին, այո, ես հարցազրույցներ ունեցել եմ, այստեղ կա որոշակի տարբերակվածություն, իհարկե վերաբնակների մի մասը իրենք եւս կրկնակի տրավմայի կրող են, մասնավորապես Քարվաճառի շրջանի բնակիչներ, իրենք շահումյանցիներ են, առհասարակ մեր ուսումնասիրության մեջ մենք դիտարկել ենք այդ կրկնակի տրավմայի խնդիրը, երբ օրինակ մարդը, որը Սումգայիթի ջարդերից փախել էր եւ Շուշիում էր ապաստանել, եւ դառնում է կրկնակի զոհը այդ երևույթի, դուք երևի կհիշեք այդ ժամանակաշրջանում այդ ծեր մարդու լուսանկարներ էին տարածում եւ ծաղրում այդ միակը, որ մնացել էր Շուշիում, այսինքն ինքը կրկնակի զոհերի թեման մենք քննարկել ենք, այսինքն փախստականները, որոնք կրկնակի զոհ դարձան 20 թվականի պատերազմի ժամանակ։ Մյուսը վերաբերվում է իհարկե այն իմ հարցազրույցների շրջանակներում այն մարդիկ, ովքեր վերաբնակներ էին, իրենք եւս այդ արմատների կապով էին եկել այդտեղ, այդ թվում նաեւ սիրիահայերը եւ Բերձորում նաև որտեղ իրենք մոտիվացված էին այդտեղ ապրում եւ այդ արմատների կապը կա, բայց բնականաբար կար արցախցիների այսպես տարբերակվածությունը իրենց բարբառներ, իրենց երկրի պատկանելիության շուրջը եւ վերաբնակների մոտեցումները, բայց այդտեղ մի շատ կարեւոր երևույթ կա, որը մեր ուսումնասիրության մեջ քննարկվում է, դա այն էր, երբ որ մենք բոլորս դրա նաև տեսել ենք մեդիայով, երբ որ հայերը հեռացան, տներն էին այրում, չէ, Քելբաջարից եւ այլն, իմ ուսումնասիրությունները ցույց տվեցին այդ ինչով էր դա պատճառաբանված, դա այն էր, որ իրենք չէին ուզում, որ սրբապղծվեր այն հողը եւ այն տունը, որտեղ իրենք ապրել են, որովհետեւ այդտեղ պետք է գային ադրբեջանցիները, այսինքն այս սրբապղծության անթույլատրելիությունը խոսում էր հողի նկատմամբ եւ ինքնության եւ պատկանելիության վերաբերմունքի եւ արմատների մասին։ Նախ ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, հետազոտության համար, շատ կարեւոր։ Կխնդրեի ձեզ մի փոքր ավելի մանրամասն ներկայացնել աշխատությունը եւ հնարավոր է ձեռք բերել արդյոք գիրքը եւ որտեղից եւ կուզենայի նաեւ փոքրիկ անդրադարձ կատարել նախորդ հարցերի։ Conflict Space and Transnationalism ինքը իմ անձնական օրինակն է, ինքը վաճառքում է միջազգային Springer Nature համակարգով, այսինքն ինքը on-line է եւ վաճառվում եւ տարածվում, այսքանը գրքի, այսինքն ինքը հայաստանյան գրախանութներում եւ այլն չկա։
Հղումը կարող ենք տեղադրել, ես կասեմ, հղումը կա։ Հետո ավելի մանրամասն։ Կներեք ուղղակի անդրադարձ եղավ, քննարկում էինք Պարոն Հակոբյան, առաջի հարցի հետ կապված այդ Ալմաթայի հռչակագրի այդ բանի մեջ, այնտեղ կետ կա, վերապահում կա։ Ես չեմ հիշում կոնկրետ ինչպես էր ձևակերպված, բայց այդ Ղարաբաղի հետ կապված, այսինքն նշված չէր Արցախ, բայց հակամարտությունների լուծելու, չլուծվելու այսպիսի մի վերապահում կար։ Եթե կհիշեք, այդպիսի ենթակետ կար այդ փաստաթղթում, որ իմ իշխանությունները չեն բարձրացնում իհարկե, չեն ասում, բայց մյուսը կարևոր հարցը, Արցախի հարցը, այստեղ հնչեց այդ տարածքների, չէ, այ մենք էս ընդունեցինք։ Արցախի հարցը ինքնորոշման հարց էր, տարածքի հարց չէր։ Ինչը անընդհատ մենք ասել ենք մեր դիվանագիտությունը։ Այսինքն այստեղ ադրբեջանական դիվանագիտությունը ասում էր դա Հայաստանը օկուպացրել է մեր տարածքը, հայկական դիվանագիտությունը ասում էր ոչ, այստեղ մենք ժողովրդի գոյության, նրա կենսաբանական շարունակականության հարցն ենք դրել, անվտանգության։ Մենք տարածք չեն գրավում։ Մենք դրել ենք այդ ժողովրդի ինքնորոշման հարցը։ Չի ուզում ձեզ հետ ապրել այդ մարդը։ Ինչ եք անելու։ Էս էր ուղղակի այսքանը։ Նախ նորից շնորհակալություն հետաքրքիր քննարկման եւ բովանդակալից ներկայացման համար ինձ շատ հետաքրքիր էր ու համոզված եմ նաեւ մասնակիցներին, որպես վերջին հարց մենք երիտասարդներս ես կարծում եմ, որ ցավոք սրտի մի քիչ գիտական, օբյեկտիվ իրականությունը դիտարկելուց սենց մի քիչ հեռու ենք, եթե անկեղծ, եթե օբյեկտիվ լինենք ու որպես գիտնական, օրինակ ես կցանկանայի, որ դուք մեզ մի փոքր ուղղորդեք, հատկապես հումանիտար ոլորտում ուսանողներին կամ երիտասարդ գիտնականներին, թե այս Ղարաբաղյան հակամարտությունը ու կոնֆլիկտը ընդհանուր առմամբ դիտարկելուց ինչ ասպեկտների առավել ճիշտ կլինի մեթոդապես ուշադրություն դարձնելը եւ ինչն է ավելի շատ հիմա կոնկրետ գիտական հանրույթի համար արդիական, որ մենք կարող ենք մեր ավագ սերնդին ոչ թե ժխտել, այլ փոխլրացնել ու իրապես նորմալ, լավ գիտական պրոդուկտ ներկայացնենք մեր հանրությանը։ Շնորհակալություն ձեր հարցի համար։ Ես վերջից անդրադառնալով ձեր հարցին, ցանկացած հետազոտություն ինքը չի կարող, ինքը հիմնվում է նաև իր նախորդների արած աշխատանքների վրա, եւ այդ առումով մեր աշխատության մեջ մենք օգտագործել ենք տարբեր աղբյուրներ, որոնք հավաքագրվել են տարբեր հեղինակների, այդ թվում նաև արցախցի հեղինակների կողմից, պատմական ուսումնասիրություններ եւ այլն։ Այսինքն որակյալ հետազոտությունը ինքը միայնակ պրոդուկտ չի, ինքը իհարկե հեղինակ ունի, բայց ինքը ամփոփում այն բոլոր աշխատանքները, որոնք մինչև այդ արված են լինում, այդ թվում տարբեր տիպի մոտեցումներով։ Ինչ վերաբերվում է ձեր մյուս հարցին, ես ինքս այն ուսումնասիրությունների դաշտում եմ գտնվում, որը առնչվում է մարդաբանությանը եւ պատմությանը եւ ազգագրությանը եւ այդ ուղղությամբ հետազոտություններ եմ կատարում։ Ցանկացած հետազոտություն պետք է խուսափի սկզբնական շրջանում մեծ ընդհանրություններից եւ փոքրիչնի ավելի նեղ եւ մասնավոր շրջանակներ, որտեղ այդ փոքր երևույթների մեջ մենք կարող ենք տեսնել այսպես կարևոր տրամաբանություններ, որոնք հետագայում վերածվում են գործընթացների եւ այլն։ Այդ առումով հումանիտար եւ հասարակագիտական ոլորտի համար չափազանց կարևոր են տարբեր դիտանկյուններից կատարել ուսումնասիրություններ Արցախյան հիմնահարցի հետ կապված, բայց եւ այնպես փորձել փոքր քայլերով առաջ գնալ, որովհետեւ մասնավոր եւ նեղ խնդիրների մեջ մեծ տրամաբանություններ փնտրելը կարևոր գրավական է դառնում ամփոփիչ ուսումնասիրությունների եւ կոնցեպտուալիզացիայի համար։